Ах, как хочется вернуться, ах, как хочется ворваться в городок. Գիտեք ինչ հաճույք եմ ստացել, որ ես գալիս ես խաղաս ու Ռուսերենսկան որ շատ ուժեղ չի, գրածեր բան Լիլիթից Սիպանին 30 секунд. Դու всё-таки աշկի սալաբուլա ես։ Արագ, ասա, ինչ էր դրա։ Դու հել։ 360 ճալը պատատում նույն տեղն է գալի տա։ Գիտեմ, լավ, 180 թող լինի, կներեք։ Շատ ցավալ իրավիճակ ստացվեց։ Ну хорошо, Մկո, хорошо։ Բամի մի հատ չկծենք որ բուժում ենք։ Բրավո։ Գրեք հետևում ենք ձեզ Վլադի Կավկազից։ Իհա։ Մաֆիադորը հերթական խաղը չէ, այն փորձություն է, նյարդերի, մտքի և վստահության։ Այստեղ յուրաքանչյուր որոշում կարող է լինել վերջինը, յուրաքանչյուր վրիպում ճակատագրական։ 8 մասնակից, որոնց ուղիները կհատվեն մաֆիադորում։ Սուրեն Արուստամյան Ուղղակի փոդքասթի շրջանակներում փորձել է բացահայտել մասոնության գաղտնիքները։ 3 դրվագից հետո փոդքասթը չշարունակվեց։ Տիգրան Հարությունյան արհեստական բանականության օգնությամբ ստեղծել է իր Ջեյմս Բոնդյան կերպարը, եւ պատահական չէ, որ մեքենայի համարները 07-ով են սկսվում։ Այելիտա Չիլինգարյան բացահայտել է, թե որոնք են Հայաստանում ամենաբարձր վարձատրվող ոլորտները։ Տեղյակ է, թե որ խանութը ինչքան զեղ չի անելու Black Friday-ին։ Լիլիթ Պասյան գիտի ամեն ինչ սննդի մասին։ Ավելի քան 10 տարի առաջ նույնիսկ գիրք է գրել Նոր կյանք, նոր մարմնում։ Էմմա Սապունջյան չգիտի, թե ինչի համար են իրեն ընդհանրապես հետևում սոցցանցերում։ Չունի լողազգեստով նկար, ամեն փոքր բանից էլ սկանդալ չի սարքում։ Սիփան Քարամյան Սիփանի մասին այնքան շատ բան կա պատմելու, որ որոշեցինք սահմանափակվել այս մեկ տողով։ Թամ Սահակյան փոքր տարիքից երազել է հայտնի լինելու մասին։ Սիրում է, երբ իրեն թամի են դիմում։ Անդրանիկ Խաչատրյան սիրում է սթորիներ անել մեքենայի միջից։ Հանգել է եզրակացության, որ վերջին շրջանում բաժանվելուց հետո ավելի են սիրում անում։ Բարի գալուստ մեր նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանման հրապարակ։ Նկարահանում ենք Տաշիր արենայում։ Ես ձեր ֆիլմի ռեժիսորն եմ, կամ պրոդյուսերը, որ մի քիչ ավելի հարուստ թվամ։ Առաջարկում եմ մի փոքր ծանոթանանք միմյանց հետ, նոր դրանից հետո սկսենք մեր հիմնական ֆիլմի նկարահանումները։ 30-ական վայրկյաններով կարող ենք շփվել, ներկայացնել ձեզ, ձեր դերը ինչպես եք պատկերացնում ձեզ մեր նոր գեղարվեստական ֆիլմում։ Այլիտա ջան, 30 վայրկյան եք, ներկայացեք, ծանոթացեք կամ Ողջույն, ես Կովբոյ Այլիտան եմ այսօր, մասնագիտությամբ լրագրող, որը արդեն մի քանի տարի հեռացել է հեռուստատեսությունից, զբաղվում եմ PR-ով եւ Gosport FM 96.3-ի տնօրենն եմ, հաստատ ձեզնից շատերը տեսել են մեր կոնտենտը, մի քանիսն էլ հյուր են եղել մեզ այս ընթացքում։ Այսօր մեզ մաղթում եմ հետաքրքիր խաղ, ես էլ Իհա, հուսավ։ Շատ լավ եք տրամադրված Այլիտա ջան։ Այո։ Ձեր թողարկումները տեսել ենք, բայց Կովբոյ լրագրող չենք տեսել։ Անդրանիկ ջան, 30 վայրկյան ունեք, ներկայացեք, պատմեք ձեզ մասին։ Ես Անդրանիկն եմ, կերպարով հանցագործ, ճիշտ է, սև հագած, բայց բնավորությամբ ու ներքինով կարմիր խաղացող եմ լինելու հաստատ, սև այդքան լավ չեմ խաղում։
ու հիմնականը այդքանը։ Դուք մեր հետևորդն եք ճիշտ անգամ։ Հա։ Դուք եկել եք այս աստղաբույլի մեջ խաղալու մաֆիադոր։ Նու վաղը շափով Այսքան ավել չեք ուզում ներկայացնել ձեզ իմանալ։ Իրանք իրար ճանաչում են, աստղերը տենց են։ Մի դեպքի մեջից են, մի քարան ուզում եմ։ Ես է բլոգեր եմ, կարելի է ասել, ու սկսնակ, բայց այդի բլոգեր։ Ամեն ինչ արժևում է։ Հա, 11000, բայց կամաց 11000-ը բավական լուրջ թիվ է։ Դե հա։ Կարող եք հրապարակի 10%-ը լցնել արդեն։ Տիգրան ջան, 30 վայրկյանն եք, խնդրեմ ներկայացնել չունեք, բայց ասեք։ Ես Տիգրանն եմ, մասնագիտությամբ բժիշկ, նաև լրագրող, ինչպես ինձ տեղեկացրեցին Կվենտին Տարանտինոյի կերպարներից մեկն եմ փորձել այսօր մարմնավորել։ Աշխատում եմ հանրային ռադիոյում երկար տարիներ, ներկայումս վարում եմ լույսը վառիր աղմկահայրույց հաղորդումը։ Եվ այսօր բոլորից մաղթում եմ արդյունավետ, ժպիտներով լի, էմոցիաներով լի, լավ խաղ։ Իսկ ո՞նց եք անում գլա, ինչ որ կոնֆլիկտներ ձեր հաղորդման ժամանակ։ Ոչ իհարկե։ Ասեք երբ ասեք լույսը անջատին դեղից վառի մարի վառի հեռուստատեսությունում եք աշխատում եւ գիտեք որ բոլոր սկանդալները պայմանավորված են։ Իհարկե ես գիտեմ։ Իսկ դուք որպես բժիշկ, ասեք բժիշկ եք։ Այո։ Դատա բժշկության հետ կապ ունե։ Իմ ընդհանուր բժշկության, որի մեջ մտնում է նաև դա։ Ուղղակի ձեր հյուրերին հիմնականում փորձում եք հերձել դրա մոդելը։ Դա ընկալումների խնդիր է։ Հասկացա։ Այ որպես հոկեբան մի օր կգաք ինձ մոտ այց։ Անպայման ինձ թվում է կարիքը ունենալ եմ շուտով։ Էմա ջան 30 վայրկյան ես ներկայացի։ Ես Էման եմ, ինչպես հասկացաք Նյու Յորքից եմ եկել, բայց մեքենայով, որովհետև հայկական համարներով եմ եկել։ Դերասան եմ մասնագիտությամբ, զբաղվում եմ նաև բլոգինգով, այսքանը մաղթում եմ բոլորիս շատ լավ խաղ։ Մենք բազմիցս տեսել ենք Նյու Յորքում հայկական համարներով երթևեկող Նիվաների։ Մեկը ես եմ։ Դե կդուք եք։ Սիփան, ընկերիմ, վերջապես ես վերևից եմ նայում քեզ։ Ինձ դու որտեղ մնացած հաղորդումների մեջ մենք հավասար ենք նստած։ Ներկայացի պատմի ինչ չէ, ժողովրդի կոպացի։ Իմ անունը Սիփան է, ես այսօր ներկայացել եմ Ռևազի կերպարով, հայկական կինեմատոգրաֆիային ցիտենք։ Դեռ չեմ ասել տեսնեմ հետևս ինչա գրած, ավարտել եմ բժշկական համալսարանը։ Ես ասեմ Ռևազի հետ մաքսիմալ կապ չունեցող բան այդտեղ։ Ձեզ հետ Միսիա վարում եմ Կարմիր խնձորը Մոնկ 3 ալիքով, իդե բաժանորդագրվեք, որտեղ եմ նայում, իդե բաժանորդագրվեք Մոնկ 3։ Յուրաքանչյուր տեղ ասա կնկարի։ Իդե բաժանորդագրվեք Մոնկ 3-ի ալիքին, սեղ մեկ զանգակի կոճակը մեկնաբանությունում գրեք, հետևում ենք ձեզ Վլադի Կավկազից։ Շնորհակալություն։ Սիրելի Թամարա, դու չես սիրում, չէ՞ որ քեզ Թամարային ասում։ Թամարա սիրում եմ։ Բա ինչ չես սիրում, ասա տենց ասել։ Թամար եւ Տոմա չեմ սիրում։ Թամար եւ Տոմա չես սիրում։ Խնդրեմ սիրելի Տոմա։ Ես Թամն եմ Սահակյան, մասնագիտությամբ հագուստի մոդելավորող եւ նկարչուհի եմ, բայց միաժամանակ ես բային բլոգեր եմ եւ դերասանությամբ եմ զբաղվում։ Մեզ բոլորիս լավ խաղ եմ մաղթում։ Խնդրեմ Լիլիթ ջան, 30 վայրկյան եք։ Ես Դաբան Լիլիթ Բասյանն եմ, եկել եմ ուշացած խաղին մոռացել եմ, որ ես այսօր նկարահանման եմ։ Ինչ ասեմ, ես բոլորին լավ։ Շնորհակալություն։ Սուրեն ջան, 30 վայրկյան չեմ ասում ծանոթացրու քեզ ճանաչում ենք, հիշեցրու քո մասին։ Ինձ տպավորություն որ կլուբ անանիմնի խաղակագույն։ Ես Սուրենն Okay, բան ունեն, կարող եք չեմ խմում արդեն 10 Ես ներկայացնում եմ Վեգասը, որը շատ եմ սիրում։ Բոլորս մաղթում եմ լավ խաղ։ Իսկ ինչ առումով եք սիրում Վեգասը Սուրեն։ Վեգասը բոլոր առումներով, որովհետև այն ինչ որ լինում է Վեգասում, մնում է Վեգասում։ Հասկացա։ Ռուսամ ստեղել են ինչ որ կլինի ստեղ կմնաց սաճի ցուցադրվի Երբեք ցույց չեք տալու։ Այս ինչ նկարում ենք թակուն ենք։ երբեք ցույց չեք տա, հետո առանձին կուղարկեք։ Հասկացա։ Դե ինչ բոլորը ծանոթացաք միմյանց հետ, ես ծանոթացա ձեզ հետ, շնորհակալ որ ես ծանոթ եի ձեզ հետ արդեն։ Գեղարվեստական ֆիլմի անվանում պետք է որոշեք։ Ես առաջարկում եմ համախմբվեք։ լինի Գարուն։ Ինչ։ Գարուն։ Գարուն։ Տարվա լավագույն եղանակը։ Ես առաջարկում եմ դուք էլ որոշեք։ Գարունը մի քիչ։ Կարում եմ Ծաղիկ է, սարիկ ավառել։ Կլուբ անանիմնի խաղակագույն։ Այդ բան մեկնաբանությունն է լինել։ Թամ։ Բայց լավն էր տարբերակը։ Հասկացա, մի անգամից դուրս եկա։ Բարի գալուստ անոնիմ ալկոհոլիկների ակումբ ֆիլմի նկարահանման հրապարակ։ Հիմա ես կբաժանեմ ձեր ծրարները, խնդրում եմ առայժմ ձեր չտացրեք ռուսերը։ Չէ, հայրեն լավ է։ Ախմելիքն ուր է։ Դերևս ձեր չենք տալիս ծրարներին։ Հետո հետ հաշվարկով ես կասեմ, նոր այդ ժամանակ կբացենք։ Էմա ջան, գոհ ես ակումբի անունից։ Շատ Գոհ ես որ բոլորը արդեն կիմանան։ Չէ, բայց վիրտուալ է ստացվում մի Շատ տեսակ։ ծիծաղելի է, որ անոնիմ է, բայց բոլորի դեմքերը բաց են։ Բոլորի անունները գրված են վերևում Եվ առանց խմիչք սեղանի վրա։ Խմիչ, դե եկել ենք բուժվելու։ Շատ վատ է։ Ահա։
Բամի մի հատ չկցեք նոր բուժվեք։ Մտովի։ Երեք հաշվարկին բացում ենք ծրարը այնպես, որ կողքի մասնակիցները չտեսնեն ու ծանոթանում եք ձեր կերպարի հետ մեր ֆիլմում։ 3, 2, 1։ Պարզ էր ամեն ինչ, ինչ էր գրված։ Պարզ է, սիրելի լիտ, պարզ էր ամեն ինչ։ Երկար նայեցի։ Զգուշացեք, դռները բացվում են։ Այսօր որոշել ենք ալկոհոլիկներով հավաքվել եւ խաղալ մաֆիադոր։ Ես գիտեմ, որ այստեղ ոչ մեկ չունի վատ կախվածություն, բոլորը ունեն բացառիկ տաղանդ, բայց տեսնենք, թե ինչպես իրենց տաղանդը կցուցաբերեն մաֆիադորում։ Բարև ձեզ։ Հիմա որ մի քիչ ձայները լսեմ, ցած կենտրոնանալ դրա վրա այդ դաղալություն կդնի։ Չգիտեմ ինձ լսում եք թե չէ։ Վայ։ Գնացի։ Նոր միացրիք։ Որ խոսում ենք տեսավ ցիկում, էդի որ բայից պետք է խոսանք։ Այս վարձով տալիս եք։ Հա, մարտեղան։ Տեսնես վարձով չեն տալիս։ Մենակ հայլում եմ լճակի ափին։ Ու մտածում սիրո մասին։ Господи, ты, боже мой, я ж испугалась. Եկեք ծանոթանանք մեր այսօրվա կերպարների հետ։ Սիրելի թիկնապահ, դուրս եկ թիկնապահ, դուրս արի ծանոթանանք։ Դուրս արի տեսնեմ ով է այս խաղի թիկնապահը, մի փոքր ավելի կամած, ավելի շշուկով։ Բարև ձեզ սիրելի թիկնապահ, ինչպես եք տրամադրված մեր խաղին։ Ամբողջովին հասկացել եք որն է ձեր առաքելությունը։ Ամեն գիշերվա ընթացքում մեկ հոգու կյանք դուք երաշխավորում եք, այդ թվում նաև ձերը, բայց խաղի ընթացքում այդ մարդուն ընդամենը մեկ անգամ կարող եք փրկել, այդ թվում նաև ձեզ։ Շնորհակալություն, համեցեք ձեր փոքրիկ վագոն։ Ձեր հարմարավետ աթոռին նստեք, շփվեք ձեր դիմացի տեսակցիկների հետ, իսկ մենք ծանոթանանք մեր թաղայինի հետ։ Թաղային, սիրելի թաղային, դուրս արի թաղային, դուրս արի ծանոթանանք միմյանց հետ։ Բարև ձեզ թաղային, հասկացել եք ինչ պետք է անեք։ Ամեն գիշերվա ընթացքում դուք իրավունք ունեք ցույց տաք մեր վագոնի վրա, ես ձեզ կասեմ, թե ինչ գույնի խաղացողը այդ մարդը։ Շուտ խաղից չհանեն։ Չգիտեմ, ոգևորված եմ։ Սա խաղից սկսած առաջին ինձ են հանեն։ Բարի մարդկանց ճանապարհեցինք, եկեք ծանոթանանք մեր չարիկների հետ։ Ուր հասանք։ Սևեր, բարև ձեզ սիրելի Սևեր, ինչպես է տրամադրությունը, ծանոթացեք միմյանց հետ, հիշեք իրար դեմքեր, որովհետև ես չեմ կարող ցույց տալ, որ ես գիտեմ ձեզ, որ հանկարծ չիմանան մարդիկ, չհասկանան, վստահում եք իրար Սևեր, ահա, դուք ամեն գիշեր դուրս եք գալու ձեր գրիմանոցներից, որոշելու եք մեկ զոհի, սեղմելու եք կարմիր կոճակը եւ նա ոչ չի տրակելու, այլ ուղղակի լքելու է մեր խաղը, եթե թիկնապահը նրան փրկած չեղավ։ Ձեզ մաղթում եմ լավ խաղ, դուք քիչ եք, բայց ձեզ սև են ասում, հենց որ պինդ համբերություն ձեզ եւ ուժեղ խաղացեք այս խաղը։ Համեցեք ձեր գրիմանոցները նորից։ You're like a casino wife person before. Jaws on the floor, the pants person who is using her. Because I'm Slim Shady, I'm the real Shady. Բոլորի հետ ծանոթացանք, բոլորը հասկացան իրենց դերը, բոլորը հասկացան թե ինչ են անելու գիշերների ընթացքում, իսկ մենք տեսնենք թե ոնց դուք ձեզ կպահեք ցերեկվա ընթացքում։ Զգուշացեք, դռները բացվում են։ Վաղեցրեք ձեր տեղերը։ Հարմար են մեր աթոռները ձեզ համար։ Շատ։ Ամեն ինչ ձեզ համար են կարել։ Ամեն ինչ։ Այլիտա ջան, ձեզանից ենք սկսում մեր խաղաշրջանը։ 30 վայրկյան ձեզ շփվելու համար, ասեք թե գիշերը ինչեր եք մտածել։ Իհարկե շատ դժվար է առաջինը խոսալ միշտ մաֆիայի առաջի կրուգի ժամանակ, կասեմ, որ փորձել եմ գիշերը
ամեն դեպքում ստուգել այդ իզոլացիա ձայնի եւ այլն կենտրոնանալ ձայների վրա համոզվել եմ, որ ոչ մի բան չի լսվում, բարդ բան է։ Այդպես առաջ գնալը աչքս գցել եմ կտակի վրա, վախեցել եմ այդ երևույթից, որ տեսել եմ, որ կարող է այդպեսի ստացվի, որ ես ստիպված եմ կտակ գրեմ։ Մի վարքյան։ Շնորհակալ։ 3 վարքյան ինձնից տարակ։ Բայց ջասիկ մի վարքյան։ 3 վարքյան Ոչ, 3 ինձ նվիրեք։ Դե, պատմեք 30 վարքյան ունեք, սիրելի Անդրանիկ։ Ու կարող մի խաղացող եմ ստանդարտ ոնց ասում եմ։ Չգիտեմ, չեմ կարող հիմա ասեմ ով վասև խաղացող, կրուգը ոնց որ ֆրան որ արդեն པարս կլինի, հիմա sense բան չեմ կարող ասեմ ավել։ Դուք կերպարի մեջ եք, թե ուղղակի լուրջ եք տրամադրում։ Կարող է մարդկա չեք սիրում։ Չէ։ Եթե կա հանեք։ Չեմ կարող այս անեմ կարմիրը։ Հասկացա։ Շնորհակալություն, լսեցինք ձեր ստանդարտ speech-ը։ Այդ երեք եմ սովորել։ Երեք մի հատ հատված speech սովորեցի։ Տիգրան, Այո։ զգում եք արդեն կարիք ձեզնից առաջ 2 հոգի խոսել է։ Դե ես էլ կարող եմ ասել, որ շատ լավ քնել եմ գիշերը, շատ խորն եմ քնել գիշերը։ Լավ տեսախցիկներ ունեք այնտեղ, մեկն է ափսոս, հա, եւ շփվեցինք տեսախցիկները, շուտվանից չենք շփվել, կարոտել ենք տեսախցիկները։ Ընդհանուր առմամբ եղանակը լավն է։ Եղանակը լավ է։ Այսօր արևոտ է։ Էմա ջան, 30 վայրկյան ունեք, ինչ եք մտածել գիշերվա ընթացքում։ Գիշերվա ընթացքում ճիշտ ասած ես էլ էի տեսախցիկների հետ խոսում։ Ինձ համար էլ է շատ դժվար միշտ առաջի շրջանում խոսել։ Հիմա ներկա պահին բնականաբար բոլորին կասկածում եմ, երեխեքի խոսքի մեջ ոչ մի սևական դեռ ոչինչ չեմ տեսել։ Հասկացամի թեմա։ Հա, ես միշտ բոլորին կասկածում եմ։ Երեխաները ում նկատի ունեք կոնկրետ։ Շնորհակալություն։ Քեզ։ Հասկացա։ Այդպես sense որ նայում եմ երեխան կարող են ֆրազեն երեխան դու ես։ Երեխեք։ Երեխեք, ուղղակի տես փաղաշան ժողս։ Սիփուշ, սիփան, Բարի երեկո։ բարի երեկո, սիփան։ Այլիտայի ասացես միակ բանը դուրս չեկա, որ ասում են ձայն չեմ լսել, դա շատ լավ որ ձայն չենք լսում, ինչ եք որ օրինակ վատ մաֆիա խաղը նայ, որ ասում են օրինակ 3 շարժվել է կուրտկայի ձայնը, դրանք միշտ փշացնում են խաղը, չկա ոչ մի հետաքրություն այդ ժամանակ։ Իմ հետ մի շփվի, որտե չես գիտեմ այդ ամենը։ Մաֆիա խաղացել եմ 3 անգամ 7-րդ դասարանում, 8-րդ դասարանում եւ 10 օր առաջ, որպեսզի պատրաստվեի խաղին։ Բոլորին մաղթում ենք լավ խաղ, parza առաջի այս ցերեկոին ոչ մի բան չկա ասել, բացի որ մենք շնորհակալություն։ Ուզում եմ քեզ իջեցնել, որ դու խաղում ես իրենց հետ։ Ինձ որ նայում պատմում ես, ինձ բան չի փոխում։ Ես իմ համար քո կարծիքը շատ կարևոր է։ Շնորհակալություն։ Թամ ինչ ունես ասելու։ Այս բայդրությամբ, քանի որ ես ոչ մեկի հետ երբեք չեմ խաղացել, բոլորը իմ համար կասկածել են ու ինչքան էլ որ sense շատ բարի բաներ են ասում բոլորս, մեկս մյուսի համար շատ կասկածելի ենք։ Շատ ուրախ կլինեմ, որ հաջորդ կրուգին ինչ որ կուլմինացիոն հետաքրքիր բաներ լինեն, ինչի հիման վրա մենք կհասկանանք գոնե ինչ որ չափով ով է։ Լիլիթ ջան, 30 վայրկյան ունեք, ասեք։ Դե առաջի гիշերն է, շատ ինչ խոսամ։ Ոչ մեկին դեռ չեմ կասկածում։ Ես каскацамит март, че? Я в абсолютном доверии. Чуть пройдет, почувствую, пойму, кто чё. Մեր խաղում դա այդքան էլ լավ բան չի։ Часом я так живу с полным доверием. Շնորհակալություն։ Ճիշտ է, ես չհասկացա, որտեղ ռուսեն չգիտեմ, բայց Սուրեն ջան, 30 սեկունդ։ Մի քիչ ինտրիգ մտցնեմ խաղի, սիրում եմ որ վերջում եմ խոսում, որովհետև լսում եմ բոլորին։ Սենց բան կա, հա, երբ որ մի բանի անունը շատ ես տալի, նշանակում է ուզում ես դա լինել, բայց դու ցավոք սրտի դա չես։ Խոսքը Կարմիր մեր խաղացողի Տիգրանի, որ ասեց ես Կարմիր եմ, անընդհատ կրկնում է ես Կարմիր, ես կամ շատ ուրախ ենք Տիգրան ջան, կստուգենք ընթացքում կհասկանանք դու Կարմիր ես թե չէ։ Մեկ էլ Սիփանը մի քիչ տարօրինակ ինձ թվաց, որովհետև մարդ երբ որ չի ուզում բացի իրան, չի նայում դիմացինի աչքերի մեջ, իսկ Սիփանը նայում է իմ աչքերի մեջ։ Նայում էր մեր հարգելի հաղորդավարի աչքերի մեջ եւ չէր նայում ոչ մեկի աչքերի մեջ։ Շնորհակալություն։ Ինձ երկու հոգի տարօրինակ։ Շնորհակալություն։ Դե ինչ, այս բանից սկսում ենք մեր ազատ քննարկման փուլը։ 30 վայրկյան ունեք, բոլորը չշփվեք, չունեք ժամանակի սահման, չունեք նկատողություններ չի լինելու մի խոսքով։ Հանգիստ խոսեք։ Խաղ կարող ենք խոսել, ինչի ասցիր կստուգենք։ Ազատ քննարկում։ Որովհետեւ հիմա խոսքի ընթացքում Անդրանիկ, այո, ոչ կա գլորելու համար, կարելի է չնես որ եզրափակել։ Ու Լիլիթին սկսեցի կասկածել, որովհետև ընդհանրապես մաֆիա խաղի ժամանակ ես բան չունեմ կստուգենք նկատի ունեիլ բոլորովս կստուգենք, թե ինչ որ կստուգենք հոգնակի է։ Զգուշացեք, դռները բացվում են։ Սուրենը արդեն սկսել է անուններ խառնել։
Անդրանիկին երկար դիմելուց հետո հասկացա, որ Անդրանիկը Տիգրանը չէ, Տիգրանը, իսկ Անդրանիկը։ Ինձ թվում է տարիքային է, բայց ոչինչ։ Ինձ արդեն հետաքրքրում է ինչա կատարվելու, որովհետև ազատ քննարկման փուլը բավական բուռն էր։ Արդեն սկսեցին կասկածել Սիփանը բոճկաներ էր գլորում Սուրենի ուղղությամբ, իսկ Սիփանը ունի լուրջ դերակատարում է խաղում, վերջո։ Ոնց որ մետրոպոլիտեն, դռները բացում են, դռները փակվում են։ Ինձ ենք հասկացում, կարելի մի խաղացամ, ինձ եք հասկացում եք, որ ինչ։ Ինձ թվում է Սուրենը, Լիլիթը ու Սիփանը ինչ-որ բան կա իրանց մոտ։ Честно, мое первое подозрение на там. Ամրան ընդ միացնում վերից սկսում եմ սոսում։ Իսկ հաղորդավարը կարմիր խաղացող է։ Այդ կանա դեռ։ Ստատիայի դեպ Սիփանը մտածում եմ, որ տիկնապա է։ Կամ պետքա Սուրենին ստուգել, մեկ էլ ինձ ճիշտն ասած թամի խոսքը դուր չեկավ։ Իրելի տիկնապա։ Ասեք Տիկնապա։ Դուրս արի եւ ասա, թե ում կյանքն ես ուզում ապահովագրել այս գիշեր։ Ուղղակի մատով ցույց տվեք, ես կփորձեմ հասկանալ ում մասին է խոսքը։ Շնորհակալություն, սիրելի տիկնապա։ Տիկնապա կատարեց իր ընտրությունը։ Ապահովեց մեր խաղացողներից մեկի երկարակեցությունը այս խաղում, գոնե այս գիշերվա ընթացքում։ Սիրելի թաղային, ես սպասում եմ քեզ թաղային, համեցեք, ասեք, թե ում գույնն է ձեզ համար այդքան կասկածելի։ Իրեք ամասական։ Շնորհակալություն սիրելի թաղային։ Դուք իմացաք ձեր ցանկալի գույնը։ Հույս ունեմ այդ գույնը ձեզ կօգնի ողջ խաղի ընթացքում պայքարել սևերի դեմ։ Սևեր, համեցեք սևեր։ Եկեք տեսնենք, թե ում ճակատագիրն եք որոշել ընդհատել այս գիշեր։ Մոտեցեք, ընդեղ կա կարմիր կոճակ, ոչ այդ կոճակը կատապուլտ չէ։ Դուք սխմեք, ուղղակի կկարմիր։ Մինչև խաղը սկսել է։ Մանոցը։ Լավ էլի։ Լավ էլի, ասենք ինչի։ Կամաց, ապրեք, իսկ դուք չապրեք։ Սպանեցին, կտակը գրիչը վերցրեք, եկեք։ Գրիչն ասես քաշես դուս։ Նստեք։ Ունենք զոհ։ Մեր զոհը պետք է մեկ նախադասությամբ գրի կտակ։ Խնդրում եմ պարտադիր նշեք հասցեատիրոջը։ Շնորհակալություն, ես կարող եք տանել ձեզ հետ ընդեղ բան կանեն, եկեք ճանապարհենք ձեզ, խնդրեմ, շնորհակալություն խաղի համար, մի ուսահատվեք, մենք դեռևս ունենք երկրորդ խաղ, ռևանշ, եւ ունենք հասցեատեր, տանենք կտակը հանձնենք հասցեատիրոջը, ցույց տուր տեսախցիկին ու բարձր կարդա, խնդրում եմ կտակը։ Հասցեատերը ստացավ կտակը։ Ես քեզ էի պաշտպանել, հուսում սխալ չէի։ Մերսի Ալիտա։ Փաստորեն արիդային են հանել։ Ինչ ափսոս հա։ Զգուշացեք, դռները բացվում են։ Ում եք սպանը։ Համեցեք։ Հիմա համեցեք։ Հարց ձախլիկներ ունենք սեղանի շուրջ։ Դուք եք։ Զգուշ եղեք, ձախլիկներին մեզ մոտ չեն սիրում։ Մի ձախլիկ արդեն մեզ հետ չէ։ Մինչև հետո իմիջիայից փոխկապավորներին չեն սիրում։ Խաղեր եղել է, որ ես հիմա սիրում են։ Հիմա հələ որ ձախլիկները չկան։ Սկսում ենք քննարկումը, այս շրջան արդեն կարող եք դնել տեխնացություններ, ում վրա որ կասկածում եք ցերեկվա ընթացքում քվեարկել եւ հեռացնել խաղից։ Համ ձեր 30 վայրկյանվա ընթացքում, համ հետո ազատ քննարկման ժամանակ։ Անդրանիկ ջան, 30 վայրկյան ունեք, խնդրեմ, ասեք տեխնացություններ, կասկածեք, դրամա, սկանդալ,
Դե հիմա չգիտեմ ինչ ասեմ, ում կասկածեմ, բայց ամեն դեպքում մի քիչ լավ են խաղում, որովհետև նույն լոգիկայով կարային, չգիտեմ, որպես ինձ թողեցին զուտեն արմը, որ սև կասկածեն։ Էդի կարա լինի։ Եթե մի քիչ լավ են սևերը խաղում, զուտ այդ լոգիկան կարա լինի, բայց ում կասկածելու չեմ կարա տենց ասեմ ներկապային։ Ոչ մեկի չեմ կասկածում հիմա։ Նու հա, ընդհանուր սաղին եմ կասկածում, բայց կոնկրետ ում տեխնացություն չէ։ Չկա տեխնացիա։ Շնորհակալություն։ Տիգրան, տեխնացություն, կասկածներ, մտորումներ։ Ինչ շատ կասկածի տերեկ տվեց, ինչու հենց Անդրանիկ ամենասկզբում ասաց ես կարմիր խաղացող եմ։ Չգիտեմ։ Ու ինքն է սև անկած։ Էդ էլ չգիտեմ։ Բայց կասկած, չգիտեմ։ Կարող եք տեխնացություն դնել, եթե կասկածում եք։ Միևնույն ինչ որ մեկին պետք է քվեարկել։ Ընդունեմ իգիտություն, ձեր Դու կարող եք ընդունել իգիտություն, ես ընդունեմ տեխնացություն։ Հիմա Բերեք դնենք ամեն դեպքում։ Թող լինի։ Անդրանիկի տեխնացիա։ Թող լինի։ Ընդունված է Անդրանիկի տեխնացիությունը։ Էմա մի տեսակ ես նայում, ինչու ես ասելու, պատմի մեջ է, որովհետև ոչ մի կերպ չեմ հասկանում այելիտային հանելու իմաստը սևերի կողմից։ Այնպես խաղացող են հանել, որ նույնիսկ կասկած չկար իր վրա կամ այսինքն անիմաստ հանեցին, կարելի էր ավելի հետաքրքիր մարդու ընտրել ու ամեն ինչ խառնել, սենց ուղակի ինչ որ անիմաստ կարմիր խաղացող հեռացրեցին, թողնելով խաղը սենց пассив վիճակի մեջ։ Կարմիրները անիմաստ չեն լինում, սիրելի եմ։ Անիմաստ հանեցին։ Անիմաստ հանեցին, հանդերձ Կարմիր խաղացողի։ Տեխնացիոնն է։ Ներկա պահին դեռ չունեմ ուզում եմ լսել մյուսներին եւս։ Հասկացա։ Սիփան, Եթե այսպես բաժանենք սեղանը երկու մասի, այս մասից Տիգրանին չեմ հավատում, որտեվ կարող է սկսնակա, կարող է չգիտեմ Անդրանիկը ինչ վերլուծություններով է գալիս, բայց միանգամից ընդունեք Անդրանիկի տեխնացիությունը, դա մի քիչ կարմրական խաղ չի ինձ համար, գոնե պետքա ես չգիտեմ առաջարկեմ Տիգրանի տեխնացիությունը թե չէ, բայց իգիտություններ է կարմիրներին։ ներողություն առաջարկում եք Տիգրանի տեխնացիա։ Չէ, բայց կարելի է սա հասկանալ։ Իդեպ մենք այն շուխուրի ժամանակ կարող ենք ասել, թե երբ որ չասի։ Շուխուրը ազատ քննարկումն է, այդ ժամանակ էլ կարող ենք տեխնացիա։ Էմային հավատում եմ, եղբայրս չգիտենք, բայց այս կողմը կլսենք։ Թամ 30 վայրկյան ունես։ Եթե նայենք Անդրանիկը սև հակած, դուք էլ եք սև հակած, ու իմ համար օրինակ ֆիքսվել կոնկրետ մեկի վրա, ով դեռ կոնկրետ ինչ-որ բան չի ասել։ Ով է սև հակած։ Անդրանիկը եւ Դե կապ չունի, սև հակած էական չի, ստեղ են բաժանել մեր քարտերը այդ մտքով։ Երկրորդ հերթին կոնկրետ ինչ-որ մեկի վրա դեռ կասկածել իմ համար մի քիչ տարօրինակ է։ Չէ, բայց ով կասի միանգամից, որ ես կարմիր խաղ։ Տիգրան, նկատողություն չի կարելի ուրիշ 30 վայրկյան ընթացքում խոսել։ Թամ ունեք տեխնացիոն։ Չէ, Շնորհակալություն։ Լիլիթ, տեխնացիություններ։ Ագրեսիա։ 30 վայրկյանի վերջը։ Ես երևի կասկածեցի հենց Թամին, ասեմ ինչու, հենց ամենասկզբում ինքը ասեց, որ ինքը վատ է խաղացել, դոլի չի խաղացել, լավ կանոնները չգիտի, я наблюдала за жестикуляцией, как человек, насколько он раскрепощенно сидит, да, как он общается. Я какую-то зажатость чувствую. Տեխնացիոնն եք սիրել։ Այո։ Թամի տեխնացիոն։ Спасибо։ Սորան խնդրեմ 30 վայրկյանն եք։ Ինձ այս անգամ Սիփանը համոզեց, որովհետև նայում էր ձեր աչքերի մեջ եւ մեր աչքերի մեջ, եւ այսպես դրական էր տպավորություններս։ Չէ, Էմայից չեմ կարծում, որ ինքը Թամից ներողություն, որ ինքը բանա, սև է, որովհետև շատ sense պարզա։ Սևը չի կարող այսքան պարզ լինի։ Իսկ տեխնացիություն ունեք։ Ինձ էլի անհանգստացնում է Անդրանիկը, մի քիչ էլ Տիգրանը, Տիգրան ջան ինչի թռար ես տղու դեմքին չհասկացա։ Կանգնի ու կասի, որ քանի որ դրված են արդեն տեխնացիություններ։ Շնորհակալություն։ Այս բանին երկու տեխնացիությունն ենք դրված, Անդրանիկի տեխնացիությունը եւ Թամարայի տեխնացիությունը։ Հիմա ազատ քննարկման փուլա, որտեղ վերջին շանսն է տրվում տեխնացիությունները ավելացնելու, դուք երկուսդ մանավանդ ձեր տեխնացիությունները կա, եթե այլևս տեխնացիություն չունի, ձեր երկուսից ինչ որ մեկը պետք է հեռանա արդեն խաղից։ Խնդրեմ ազատ քննարկում խոսեք, բայց Ես խաղացել եմ, ասել եմ, ես վարել եմ, վարելուց ավելի հետաքրքիր Ժողովրդի մասսները ասում եմ ես սև հակած եմ, այդ չի նշանակում սև խաղացող։ Մի քիչ տարօրինակ է։ Եթե կարմիր ես, ուրեմն ավելի պարզ ոչ մեկի չես հասկացա։ Էմա, Այդ վատ այնքան
չեմ հասկանում։ Չէ, իրան Հենց այդ սիպանի տեխնոլոգիան ես կասկածում եմ, չէ։ Բայց չես խոսում։ Եթե տեխնոլոգիան ես դու ես գնալ։ Հիմա թամի բանտիկին նայ, բանտիկով մարդկով դիքվիա։ Ես Անդրանիկի վրա չեմ կասկածում։ Տիգրանի վրա ավելի շատ եմ կասկածում։ Տեխնոլոգիան եք Տիգրանի Լիլիթ, տեխնոլոգիան եք Լիլիթ։ Եկեք ես անգամ Տիգրանի։ Չէ, ես էլ եմ համաձայն։ Տիգրանի տեխնոլոգիան։ Գարիվանի իմաստը։ Երկու տեխնացու դու առաջարկել ես փաստորեն այս։ Սիպան, սպասի, Տիգրանի տեխնոլոգիան Լիլիթ։ Սպասեք, բեմ մի Չեմ կարող սպասել, ավարտել։ Ես դժվար Տիգրանի տեխնացիոնը, ես Տիգրանի տեխնոլոգիան ընդունված է։ Փող Ես ջան խոսա, որովհետեւ ես ուզում եմ որ լավ խաղացող ես, բայց չես խոսում։ Որ մենք ավարտեցինք քննարկումը, ավարտեցինք։ Ունենք 3 տեխնոլոգիա. Անդրանիկի, Թամի եւ Տիգրանի տեխնոլոգիաները։ Հիմա պետք է հասկանանք, թե ում եք շատ կասկածում կամ ում չեք սիրում, դա էլ կերևա։ Իմաստը սիրլովա թե քվեարկում։ Դեմ դուք ոնց եք քվեարկում։ Ես բոլորից սիրում եմ, բայց դուք իրար մեջ ոնց որ լավ չեք նայում իրար, նկատել եմ արդեն։ 3 տեխնոլոգիաներն են քվեարկում ենք արագ, քվեարկում ենք ձեռքը, այսպես բարձելով, սեղանին ձեռք չենք դնում։ Մինչև շնորհակալություն բառը, շնորհակալություն բառից ձեռքը վերև բարձեցիք, մյուս եթերաշրջանում գուցե հաշվենք այդ ձայնը, այս եթերաշրջանում դժվար։ Անդրանիկ, Թամ եւ Տիգրան։ Ով է կողմ, որ խաղը լքի Անդրանիկը։ 2 ձայն։ Թամ, ով է կողմ, որ խաղը լքի Թամը։ Շնորհակալություն, ոչ մի ձայն։ Դիջան, ինչ ես անում։ Անտատ ուզում ես բարձրացնես վախենում ես։ Հետևաբար մնացած 5 ձայնը անցնում է Տիգրանին։ Տիգրան, դուք ձեզ զգում եք բլոգերների մեջ։ Ես բլոգերներ շատ լավ բարի դրացական հարաբերությունների մեջ։ Իրանք էլ ցույց տվեցին։ Փող էին բաժան իրանք, որ դες կվեր։ 30 վայրկյան մախոսական ունեք։ Ձեզ 5 ձայնով հեռացրեց։ Պայմանավորված PR ես կասեմ։ Պայմանավորված էր դուք կարծում եք։ Միանշանակ։ Դե, հա, Ժամանակը ցույց կտա։ Կարող է դուք եք նապիժոն սելի, поэтому ձեզ քվեարկեցին հանեցին։ Միայն հայերեն։ Դուք լարված եք նստածս ձեզ։ Կասկածի տեղիք տվել եք Տիգրան։ Աթուրը շատ Տիգրան գոլե կարմիրների լավ խաղ մաղթի, մի լավ բան ասա, եթե կարմիր։ Չեմ ախտելու, վերջացավ, ես մնացածը կգրեմ, գրավոր, գրիչ տվեք, ես գրեմ։ Դե դուք կտակ չեք գրում, դες քվեարկել են։ Ները չեն արդեն։ Ահա։ 30 վայրկյանն եք մախոսական կարող եք ասել վերջին ձեր ասելիքը իրենց եւ ձեզ ճանապարհենք։ Շատ ցավալ իրավիճակ ստացվեց։ Շատ։ Գնամ Թաշկինակս հանեմ։ Եկեք ձեր ճանապարհին ձեր Թաշկինակի մոտ։ Եկեք Տիգրան ջան, ոչինչ, դեռ երկրորդ խաղ կա։ Դեռ կարող է թանկանոց երախոս է։ Բլոգերներն են տվել։ Մենք երկար iPhone-ներ հայ, բլոգերներն են տվել, այո, շատ ճիշտ։ Խնդրեմ, համեցեք այդ տենց։ Ահա։ Տեսակ։ Թանկարժեք երախոսը բոլորդ նկատեցիք։ Դրա համար եք նախանձել անել։ Զգուշացեք, դռները բացվում են։ Напряжённость вырастает. Լարվածությունը շատանում է։ Ես չէի սպասում, որ Տիգրանին են քվեարկելու հանեն, եթե ինչ, որովհետև Տիգրանի տեխնոլոգիությունը վերջում Էման ուղակի ասեց, ես դնում եմ Տիգրանի տեխնոլոգիությունը։ Իբր ուզում ես դրեցինք, բայց անեցին այդ մարդը։ Դες չհամոզեի կարող է նա թամը բանտիկով էր, ինձ թվում Անդրանիկին կանեին։ Չգիտեմ ինչքանով ճիշտ է, որ չեմ հասցնում դաժե նստեմ, ուզում եմ խոսեմ։ Լիլիթին համար կասկածելի է, որովհետև ինքը դեմից ոչ մեկին չէր կասկածում, եկեղոլեի հոп տեխնոլոգիություն։ Ее образ, то есть Барби такая, она пытается на это сохранить, где-то свое актерское мастерство включает. Ես Լիլիթին շատ եմ սիրում, բայց ինքը ինձ թվում է սևա։ Դարերով կանգուն մնաց անկախ Հայաստան, մեր պապերի հանգրվան անկախ Հայաստան։ Չէ, բնական է գիշերը ինձի չեն սպանի, բայց ցերեկը ինձի կհանեն խաղից։ Ты ори հասկացի մամ վասայվան քեզ բա։ Обожаю эту игру. Особенно, когда начинают люди на логику, а не на чуйку реагировать. Так интересно, что там произошло. Թիկնապա։ Համեցեք։ Ասեք ում կյանքն եք երաշխավորում այս գիշեր։ Ում եք ուզում ավելի երկար տեսնել Մաֆիադոր 2-ի սեղանի շուրջ։ Շնորհակալություն, սիրելի Թիկնապա։ Թաղային։ Եկեք։ Ասեք, թե ինչ գույն է ձեզ հետաքրքրում։ Շնորհակալություն Թաղային։
Թաղային ջան, գտի Սևին, գտի։ Վերադարձեք։ Թաղային արեց իր հերթական ստուգումը։ Սևա գտեք։ Մի Սևին արեց եւ մյուսին ստուգեցին։ Իսկ Թոմաս Սևերի խաղավարտել է։ Դե, Թաղայինը գնաց, Տիկնապահը գնաց։ Սևեր, դաշտը ազատ է ձեզ համար, եկեք, անվտանգ միջավայր եմ ստեղծել մեր մաֆիայի եւ Սևերի համար։ Եկեք, ընտրեք Սև կամ Սևեր։ Ընտրեք, ում կյանքն է ընդհատվելու այս երեկո, իհարկե խաղայի կյանքի մասին է խոսքը։ Սեղմեք ձեր որոշումը, մեր դեպքում ճիշտ լինի կացել։ Շնորհակալություն Սև կամ Սևեր։ Վերադարձեք ձեր գրիմանոց։ Զինվեք համբերությամբ։ Չնայած զինաթափվեք, որտեղ դուք զինված եք, իսկ որ զինված դուրս գաք, ցերեկեք տենան զենքը։ Գնաց։ Էմա թխալեն։ Կտակդ վերցրի Արիկյան։ Ապրես։ Սիրելի զո, ընդամենը մեկ նախադասությամբ ասեք, թե ինչ ունեք փոխանցելու ձեր ժառանգորդին, անպայման խնդրում եմ նշեք ձեր ժառանգորդի անունը, թե ում եք փոխանցում կտակը։ Գրեցիր։ Շնորհակալություն։ Այդ կարող եք 15 ձեզ հետ։ Շնորհակալություն մեր խաղին մասնակցելու համար, չհուսահատվեք, եկեք։ Ես ինչ պետք ունեմ, իվրախ եմ ունդ գալ։ Ինչ եմ արել կեն։ Շնորհակալություն։ Տանենք կտակը հասցնենք տեղ։ Ասում են կտակը 6 ամիս հետո են կարելի է բացել, բայց մեզ մոտ ոնց որ մի անգամից։ Դա քեզ կտակին ուղարկել, ցույց տուր ընդեղ ու կանգտա բարձր։ Իմոյց սպանեցին, գրել ինչ ուզում եք արեք։ Ույսր տիկներ։ Հույս ունեմ շփվեցիք տեսախցիկների հետ, պատմեցիք ձեր կյանքից, ձեր անօրյայից, որովհետև հետո մենք տեսնելու ենք, թե դուք ինչեր եք խոսել։ Իսկ հիմա արդեն բոլորով խոսելու ժամանակն է։ Զգուշացեք, դռները բացվում են։ Համեցեք։ Էմային հանեցի։ Նստեք։ Թե ասա այ Էմա ջան, ասում էի ձախլիկներին չեն սիրում։ Ինչ իրան մեջ գցեց, ասեց դե ես էլ եմ փողկապով, տեսար։ Փողկապը հիշեցեց էլի եկան հետևից։ Ես ասում եմ փողկապով չեն սիրում մեր մոտ։ Տենց է, ինչ տրամադրվածություն ունեք։ Վախեցած եք, լարված եք։ Անհանգիստ։ Չէ։ Հետաքրքրացավ։ Այ որ դու խոսես, արի ես սկսենք։ Սիփան 30 վայրկյան է։ Ընդունեք համար Սուրենի տեխնացիոնի հավարություն։ Ընդունված է Սուրենի տեխնացիոնը։ Ես արդեն ուզում եմ հավաքեմ իմ շուրջ կարմիրներ, առաջի գիշերը ստուգել եմ Էմային, դրա համար միանգամից Էմայից խաղացի։ Տիգրանի ես չգիտեմ, սիրելի կարմիրներ, քեզ չեմ նայում էլ, որտեվ դու ստուգվել ես գիշերը, ընդունեք ձեզ ինչպիսին որ կաք։ Ընդունեք Սուրենի տեխնացիոնի։ Սուրենի տեխնացիոնը մեկ անգամից։ Ես իսկ եթե ինձ գիշերը խփեն, ինձ ես կարամ մի օր։ Շնորհակալություն, Սիփան, շնորհակալություն։ Թամ, ինչ կարծիք ունես զարգացումների շուրջ։ Մի տեսակ ես կրուգում ես մեր Անդրանիկին եմ կասկածում, որովհետև ինքը միակներ, ով որ դուրս գալուց ոչ մի կողմ չնայեց տեսնի ում են հանել։ Այսինքն ինքը գիտեր, իմ մոտ այդ տպավորությունը ստեղծվեց։ Հետաքրքիր բաներ եք ուզում նկատած լինեք։ Դե որովհետև ես հենց դուրս եմ գալիս, առաջինը նայում եմ, տեսնեմ ով չկա։ Բայց ինքս եկավ, հանգիստ նստեց, ոնց որ օքեյ էր, ամբողջը Լիլիթն ու Սուրենը նայում էին աչուձախ ու իրան շնորհակալություն Թամ, շնորհակալ։ Հապաստեն դուք ուզում եք տեսեք ով չկա։ Ես էլ ամեն անգամ նայում եմ, այս աղջիկը դուրս է գալիս, ես չգիտի ուր է։ Ասում եմ, նստեք, Թամ ջան, մի անհանգստացած։ Ասում մոռանում եմ, ինչ մոռանում եմ։ Լիլիթ ջան, 30 վայրկյան ունեք։ Ուրեմն ասեմ կամերային դա ամեն ինչ ասել եմ, ես սենց եմ նայում, որ Սևը այս սենց է։ С полной уверенностью, Степан, это Тикнапа կամ Թաղայինն է։ Я так думаю. Вот так. Я так. Տեխնացիոններ ունեք։ Հիմա ուզում եմ ինքը լքի։ Բացի առավոտյան ռազմինկայից, նաև տեխնացիոներ կարող եք։ Սուրենի տեխնացիոնն եք առաջադրել։ Այո։ Շնորհակալություն։ Սուրեն ձեր տեխնացիոնը դուբլել են։ Շատ հաճելի է։ Պաշտպանվել։ Ինչի համար նախ Սիփան ջան, որ իմ տեխնացիոնը հենց մի անգամից, այդ շատ տարօրինակ էր։
Բայց հաճելի է, օքեյ, խաղում ենք, ինչ հավես է։ Էլի ինձ դուր չի գալիս Անդրանիկի այդ հետաքրքիր ասվածը, այնպես որ ես կդրեմ Անդրանիկի տեխնացություն։ Ընդունված է Անդրանիկի Փորձենք տեխնացիա։ հասկանալ։ Օքեյ, խաղում ենք, հրաշալի։ Վերջ։ Աբա Շնորհակալություն։ Անդրանիկ ջան, Սկսեմ ամենասկզբից, որ դուրս եմ գալի, այս sense եմ նայում։ Տեսա իման դուրս է եկել դրա համար էլ ուրիշ կան որ տնայեմ։ Էդի առաջինը, երկրորդը ես էլ եմ արդեն Սուրենին կասկածում, որովհետև պարզ ասեց ինքը ստուգել եմ Էմային, դե քո տեխնացիոնն է դրա, այսինքն դու ես սև խաղացող։ Չգիտեմ, Սուրենի հետ եմ խաղում, զուտ է տամով մի քիչ է Լիլիթին եմ կասկածում։ տեխնացիություն եք, այս բանը մենակ ձեր եւ Սուրենի տեխնացիություն։ Սուրենին նշանակ։ Վերջ այդքան։ Հա։ Հասկացա, շնորհակալություն։ Ազատ քննարկում ունեք հնարավորություն ավելացնեք տեխնացիաներ, աղջիկների կամ Սիփանի տեխնացիությունը։ Գնացիք ազատ։ Ոչ մեկը չեմ վերցեցի ու հասկացա որ չեմ կասկածում, բայց առանց Կամ դու որ ձերից վերցեցի Սիփան ջան։ Եթե դու խաղացես, Եթե ստուգել ես մալի։ Եթե քիչակիկ Սուրենը դուրս գա, մեկը կարակ խորտակ, ես Սիկանը եթե սև չի գնացել մնում եմ։ Հա, մայր կարտիկում ես դա։ Տեխնացիություն։ Տեխնացիա կասկածել է դառնում Լիլիթի։ ստուգեմ, խնդրում եմ գիշերը Լիլիթի, որովհետև ինքը ասում է ես բոլորին վստահում եմ, բայց վտոգի ասում է դու հել, Okay, կասկածի մեջ ավելի շատ ես չեմ, ավելի լավ է ինձ ստուգի հետո հասկանա։ Անդրանիկ, միայն Սուրենի տեխնացիություն եք թողում, թե կասկածում եք եւս ինչ որ մեկին, եւս մեկ դնել տեխնացիություն։ Վերջի շանսը։ Իման այդ շատ սևրից հրախաղում։ Հասկացա։ Երկու տեխնացիություն ունեն, քվեարկում ենք արագ, մինչև շնորհակալություն բառը Սուրեն եւ Անդրանիկ։ Ով է կողմ, որ խաղը լքի Սուրենը։ 3 ձայն։ Հետո երկու ձայն գնում է ձեզ Անդրանիկ, բայց այս անգամ Սուրենը հաղթեց քվեարկությունում։ 3 հոգի քվեարկել է ձեզ Սուրեն։ Ինչ ունեք ասելով։ Ոչ մի բան։ Պրոստը ասեմ, որ շատ սխալ եք խաղում։ Այդքան բան։ Այդքանը։ Հա բան ինչ ասեմ։ Լավ, շատ։ Եթե դուրս եմ եկել արդեն խաղից, ինչ ասեմ, Ջո։ 30 վայրկյանն եք կարող եք 30 վայրկյան ինձ համար շատ տարօրինակ է Լիլիթինը, որ ոչ մի բան չի խոսում, եկել հանկարծ հավատում է Սիփանին, ինչ ես հավատում Սիփանին, ես դες չեմ հասկանում։ Բայց ամեն դեպքում օքեյ, ընտրությունը ձերն է։ Շնորհակալություն։ Գնացեք Եկեք ճանապարհեք։ Ապրեք Սուրեն ջան, ամեն ինչ ավարտված չէ։ Ունեք երկրորդ խաղ կամերայով։ Չստեղ։ Մեր տեսակցի վրա դուրս գար էլի։ Ինչ եք կարծում, ինչ գույն հանեցիք։ Լիակատար վստահություն կա Սիփանի հանդեպ։ Ուրեմն Տիգրանը կարմիր է գնացել։ Եթե խաղը չի Սև կա, խաղը վերջացավ, եթե չէ։ Չէ, խաղը չի, եթե Տիգրանը կարմիր է գնացել, որտեվ շատ վատ կարմիր է գնացել։ Ուրիշ կարծիք, Թամ, դու ինչ կարծիք ունես։ Թամ, Իմ համար միակ դեմքը տեսակ փոժորվեց։ որովհետև ոչ մեկ չի հասցնում նորմալ խոսա, ես հասկանամ ով։ Դե դա համար ասում խոսեք 30 վայրկյան ունեք, անընդհատ խոսեք որ ասեմ։ Թամին արդեն կասկածը Սիրելիներ, դե ես եթե Իրի Թամին կասկածում եք։ Կավոր խաղը Խաղը վերջացել է։ Հա, երևի խաղը վերջացել է, որտեղ երկու Կարծում եք որ խաղը վերջացել։ Ես կարծում եմ, որ շատ վատ կարմիր էր, եթե խաղը չի վերջացել, նա գնացել է սև, գիշերն է Գուշացեք, կարմիրները հաղթեցին։ Բրավո կարմիր խաղացողներին, խաղի տևերներին, Սուրենը եւ Տիգրանը։ Բրավո, ապրի Սիփանը։ Անդրանիկ ջան, շնորհակալություն եմ այցարեցիք երկու տևերին։ Ես կարծում եմ խաղապես խաղը։ Ապրես։ Միսիա։ Նորավոր սիրելի թաղային։ Խնդրեմ համեցեք Արմեն։ Не говорят, что Դիդի դուրս։ Շատ ուրախ եմ, որ ես իրան չես ունենի ոչ Իրաք ես գիտես որ զգացի որ խաղը ավարտեց, որ ասում եմ Սիփանին է Դրեգյանի ինտրիգ, հասկացաք որ Խրոնոյի պապ կա։ Սիփան խնդրեմ համեցեք ապրեն կարմիր խաղացողները։ Եկեք, Սիփան ես Ո՞նց են գալիս, ուր եք տանում։ Դուրս եկեք։ Ребята, супер, гна. Всё, гнать. Очень напряженная была игра, но супер, ребята, ոնց որ կասեր մեր սիրելի Լիլիթը։ Բրավո կարմիր խաղացողներին, ապրի Սիփանը, թաղայինը արեց լավ ստուգում, մի սևին քվեարկեցին, անեցին, մյուս սևին ստուգեց ուղակի եւ գտավ որ սև խաղացողը։ Ես զարմանում եմ սևերը ինչու չեն պայքարում։ Ասենք բաց վիրել դու էլ ասել ես եմ թաղային, ինչ պետք է Թամը իր բանցիկով նստած էր, կարող քո հետ քվեարկել էլի։ Բայց ամեն ինչ ավարտված չէր, մենք դեռ շարունակելու ենք մեր անոնիմ ալկոլիտե ակումբ ֆիլմի նկարահանումները, ռևանշի հնարավորություն կա։ Սպասում եմ ձեզ երկրորդ խաղի ժամանակ։ Անոնիմ ալկոհոլիկների ակումբ 3A
կարող էր լինել առողջ ապրելակերպի ակումբ, բայց մեր դերակատարները որոշեցին, որ մեզ անոնիմ ալկոհոլիկներն ավելի են սազում։ Ամենայն դեպս առաջին էպիզոդը ընթացավ ինձ թվում է հիանալի կերպով, կարմիրները փայլուն հաղթանակ տարան, չհաշված նրան, որ Տիգրանին ուղակի հանեցին խաղից, որովհետև կար նրա տեխնացիոնը, այլ պատճառաբանություն չի բերվել։ Շնորհավորում եմ նորից անցած խաղի կարմիր խաղացողներին, մենք շարունակում ենք մեր ֆիլմի նկարանումները, երկրորդ էպիզոդն է, նոր դերակատարներ ենք ունենալու։ Ես բաժանում եմ ձեզ ձեր նոր քարտերը։ Ունեք ռևանշի հնարավորություն, միգուցե սևերը նույն մարդիկ ընկնեն, միգուցե ոչ, եթե նույն մարդիկ ընկնեն, ես գիտեմ առաջինը ում գլուխն են ուտելու, Սիփանի։ Հիշեցնեմ, որ ձեռք չենք տալիս, մինչև 3 հաշվարկը ես կանեմ, նոր բացում ենք, նայում ենք, հետո դնում ենք սեղանին, հրում ենք մի փոքր առաջ, ոնց եք Տիգրան ջան։ Մի փոքր անարդարություն, ես չէ, այդքան գումար չեք տվել որ տակին։ Մի փոքր անարդարության զգացում կա ձեզ մոտ, Տիգրան ջան, որ ձեզ հանեցին ուղակի։ Իմիջիայլոց Էման է եղել մեղավորը։ 3, 2, 1 Տիգրան ջան, չասեցիք ունեք անարդարության զգացում։ Նայած որ տեսանկյունից նայել այսպես։ Մի հատ ուզում եք տեսանկյուն չգիտեմ, բայց կարող եք վերանայել, ասենք Հայդալեկի էպիզոդը ծրախման, միանգամից կվերանա։ Ծուղակից մեկ թարմացնի, ակտիվություն եմ ուզում մտցնեմ։ Մենք ամեն ինչ արեցինք, որ դաշտը թարմ մնա, բայց ոչ այդքան երկար, ոչ այդքան երկար։ Զգուշացեք, դռները բացվում են։ Տեսնենք այս խաղում ինչա կատարվելու։ Ինձ շատ հետաքրքիր է դերերը ոնց են բաշխվել, որովհետև կարծում եմ, որ կան արդեն զարգացած ինտրիգներ, մարդիկ կան արդեն իրար sense բաներ նայում։ Տեսնենք ինչա կատարվում։ Մոնքերեկով շարունակվում է մաֆիադորը, նախին սեզոնը վարում էր Գլումով Իեգորը։ Այ, բարև ձեզ։ Էլի ես եմ։ Չգիտեմ այս կինոյի սցենարը ով է գրում, բայց ինձ շատ է դուր գալիս, որովհետև այս անգամ էլ ես թաղայինն եմ։ Իսկ հայկական խաղը դարել մաֆիան։ Շերիք չէ, թաղային։ Չէ, սա գաղտնի մեջ չի։ Էլի կարմիր խաղացող։ Չեմ սիրում, որ կարմիր եմ լինում։ Իսկ ես կարմիր եմ եկել։ Мне кажется, вот это вторая часть, она будет вообще просто взрывом. Լավ է ցայնում եք ուսել են։ Ոչ չի լսում։ Մեն հաղորդավարի ձայնն է լսում։ Սիրելի տիկնապա։ Տիկնապա։ Արի ծանոթանանք տիկնապա։ Սիրելի տիկնապար, գիտեք կամ հիշում եք ձեր առաքելությունը ինչ պետք է անեք։ Հիշեցնեմ, որ ամեն գիշերվա ընթացքում ընդամենը մեկ խաղացողի կյանք դուք կարող եք երաշխավորել, բայց խաղի ընթացքում նույն խաղացողին ընդամենը մեկ անգամ կարող եք փրկել։ Այդ թվում նաև ձեզ։ Շնորհակալություն ծանոթության համար, համեցեք ձեր գրիմանոց։ Համեցեք։ Ահա։ Թաղային։ Արի թաղային։ Արի տեսնենք, թե այս անգամ ինչ ես մտածել դու։ Բարև ձեզ, սիրելի թաղային։ Բարև ձեզ։ Հիշում եք, չէ՞, որ ամեն գիշեր ես ձեզ այստեղ սպասելու եմ ինչ-որ թարմ նորությունով։ Դուք իմանալու եք ինչ-որ մի խաղացողի գույն, որը կընտրեք դուք։ Ձեզ մաղթում եմ լավ, ուժեղ խաղ, խնդրեմ համեցեք ձեր գրիմանոց, շնորհակալություն ծանոթության համար։ Դե, խաղաքում գիշեր է, մարդ չկա դուրսը, դրա համար կարող են մեր սևերը դուրս գալ բակ եւ ծանոթանալ ինձ հետ։ Սևեր։ Եկեք սևեր։ Համեցեք, տեսնենք ինչ եք մտածել այս անգամ։ Համեցեք։ Բարև ձեզ սիրելի սևեր։ Ուրախ եք որ միմյանց հետ սև եք։ Ապրեք։ Հույս ունեմ լավ խաղաք։ Հույս ունեմ կհետաքրքրացնեք մեր խաղը ինտրիգներով ու ճիշտ սպանություններով։ Համեցեք հետ ձեր գրիմանոցներ, ես իմացա դուք ով եք, դուք իմացաք ես ով եմ, չնայած դուք ինձ վաղուց գիտեք հուսով եմ, ինչ լավ հանգերը բռնեց, ես իմացա դուք ով եք, դուք իմացաք ես ով եմ, չնայած դուք ինձ վաղուց գիտեք հուսով եմ, համարյա Ավետ Բարսեղյանն եմ։
Ծանոթացանք բոլորի հետ, իսկ դուք բաժանորդագրվեք Monk 3 YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակի կոճակը, մեկնաբանություններում եղեք ակտիվ, մեկ անգամ էլ եմ հիշեցնում, կարող եք ասել, թե ում եք ուզում տեսնել մեր սեղանի շուրջ։ Մենք կդիտարկենք այդ հնարավորությունը։ Օրինակ, այսօր ունենք հետևորդ։ Անդրանիկը մեր հետևորդներից մեկն է, դուք էլ կարող եք լինել նրանցից ինչ որ մեկը։ Զգուշացեք, դռները բացվում են։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարի լույս, բարի առավոտ։ Ասեք դրամ ով ասև։ Այլիտա ջան, Բացեմ տեսեք կարճ։ չէ, չի կարելի։ Ծրարին մեկ անգամ էլ որ կպնեք, բան կանենք։ Չգիտեմ, մի բան կանենք։ Ամենայնիվս դուշեք, որտեղ մենք էլ չենք որոշել, ինչա կարող է լավ։ Հալը չեք որ շքալի։ Այլիտա ջան, անցած խաղը բավական կարճ տևեց ձեզ համար, չէ՞։ Հաճույք չստացաք։ Վայ, գիտեք ինչ հաճույք եմ ստացել, որ ես գալիս ես խաղաս ու Հիմա լցված եք, չէ՞, ատելությամբ բոլորի։ Դասեմ 30 վայրկյան ունեք։ ատելությամբ կոնկրետ երկու հոգու Ինչ խոսք շատ հաճելի է երկրորդ անգամ առաջինը խոսել, հուսամ կկարողանամ էլի խոսել այս խաղի ընթացքում։ Գիտեմ, որ ընդհանուր առաջի կրուգի ժամանակ sense բաներ չեն ասում, բայց դե չեմ կարող չնշել, որ դու փոխել ես պահելաձևը, թե հատուկ ես դա անում, թե չէ որ դուրս եկար sense մի անգամից հնդե ասեք ով է եւ այլն, թե փորձում ես եւս մի անգամ ապացուցել, տեսեք այս անգամ ուրիշ ձևը։ Շնորհակալություն Այլիտա։ Անդրանիկ, աստղերը դեռ քեզ չեն կուրացրել իրենց փայլով։ Չէ։ Միշտ հիշիր, որ աստղերը չեն պարտադրում, աստղերը հուշում են։ Դրա համար լսի, բայց արա նենց ոնց դու ես մտածում։ Ցույց տուր քո։ Բայց ինչի ես այդպես ասում, ես Անդրանիկը նույն թվի follower-ներ ունեն, կդես չի որ բոլորը այս Այդ չի ժանքը որ ինքն այդ նշում, դու այդ նիչես։ Բայց կներեք ես եկած ստացել։ Կներեք ազար անգամ ներողություն։ Ես աստղ Սուրենին նկատի ունեմ, Էմային, Տիգրանին, Այլիտային, Թամարային, Լիլիթին եւ Ինչ լավ որ կարող ես կարդալ անունը մարդը։ Ինչքան հետևող Այո, ունեի։ արդյոք դրա համար։ Այ ես 6000 ունեմ, այ։ Բրավո։ Ես 301 ունեմ։ Շնորհակալություն։ Կարող ես ընդունել։ Անդրանիկ 30 վայրկյան։ Ну, չգիտեմ, դե խաղ սկսի հասկանանք, հիմա բան չեմ կարա տենց ասեմ, չեմ ուզում ասեմ էլի են ստանդարտ կարմիր եմ տենց դրան կպնեք, բայց ասում եմ կարմիր խաղացող եմ էլի։ Բանը ու ուզում եմ որ այս խաղը էլի մենք հաղթենք։ Այդքանը ավել բան չեմ ասում։ Այդքանը։ Հա, կարմիր Այդքանը ավել բան չեք ուզում խոսալ։ Դուք չեք ուզում Տիգրանն ուզում։ 30 վայրկյան ունեք Տիգրան։ Հիմա որ ասեմ էլի գիշերեն լավ եմ քնել, դե ասեք ինչի ասում։ Բայց իրոք լավ եմ քնում ես։ Մեզ մոտ բավական հարմար է։ Շուտ եմ պարկում քնելու։ Շատ շուտ։ Ինչ եք սաղ։ Եվս 10 վայրկյան Կարմիրա բացեմ ցստակ։ Կարմիրա բացեմ ցստակ։ Կարմիր։ Շնորհակալություն Տիգրան։ Շնորհակալություն, շատ ինֆորմատիվ 30 վայրկյաններ։ Էմա, շատ գեղեցիկ մազերի գույն ունեք Էմա։ Շնորհակալություն։ Էմա Սապունջան։ Սապունջանը նորից բոլորին կասկածում է։ Բայց համաձայն եմ էլի Այլիտայի հետ, որ Սուրենը փոխվել է բաներով, կամ հանգիստ է, որովհետև կարմիր է, կամ փորձում է ցույց տա, որ հանգիստ է, այդ ընթացքում կհասկանանք։ Այսքանը դեռ բան չունեմ ասում, հա մի քիչ էլ Անդրանիկին եմ կասկածում։ Էս որն է։ Դեռ հիմնավորված չի կասկածը, զուտ ներքին զգացողություն։ Մեր օպերատորին չեք կասկածում։ Ձեր օպերատորին Դա շատ կասկածելի բան է։ Հասկացում եք որ օպերատորը խափում է։ Ստիպան Զգուշեղի որտեղ բավական ծանր է նրա ձեռքի տեսակ։ Ռոնին, Ուեն Ռոնին։ Այո։ Կարելի է խոսել։ Ստիպան 30 վայրկյան։ Այս անգամ լիահույս եմ որ Այլիտան շատ երկար կմնա խաղի մեջ, որտեղ անցած անգամ բան չհասկացանք։ Մի փոքր քեզից հասկացանք, դու այս անգամ ճառագում ես այլ էներգիայով։ Տիգրանին արդեն չենք հասկանում։ Տիգրանը տենց է խաղում, թե Տիգրանը սև է։ Երկրորդ անգամ սև մի քիչ օրհնություն չի տիեզերքի կողմից, որ երկրորդ անգամ սև ընկնի։ Այս բան, չէ։ Տիգրան ջան, ձեր այդ Սուրենի ակտիվությունը, դե ասում Սուրենը ինձ թվում է ինքը լավ խաղացող։ Մի հատ բան ասեմ, օքեյ։ Ես սիրում եմ։ Սիպան նոր է սովորել լիահույս բառը։ Կարմիր խնձորի շրջանակներում քեզնից չեմ լսել լիահույս։ Միամտորեն լիահույս եմ, սա ավելի է գեղեցկացնում եթերը։ Հասկացա։ Սիրելի Թամ, ինչ ունես քո բարի դեմքով, մազերի արանքից 30 վայրկյան ընթացքում մեզ ասելու։ Okay. Շատ բան չունեմ ասելու, իմ համար Սուրենի խաղը պետքա պարզ դառնա այն մտքով, որ հասկանամ հիմա խափում է, թե իրականում է սենց։ Մեր երկու խաղացող, այսինքն 360 աստիճան
պատտված ուրիշ կերպար է հենց այս պահին։ Հավատացնեմ նույն տեղն է գալիս։ Գիտեմ, լավ, 180 թող լինի, կներեք։ Նորեներ կլորոյով։ Էմա եւ Սիփան մեկական նկատողություն։ Չթողեցիք ես խոսեմ։ Բայց չթողեցիք։ Ես գիտական ինֆորմացիաներ եմ տալ 360 չափ նույն տեղ։ Ես էլ այդ նույնն ասում։ Բայց ու յամ չունես ես ունեմ։ Ես կոստյումով եմ, դու տենց բանիկներով ակաս, մի հատ փոքր։ Մեղանչել են, մեղ գործել։ Դերից կարող եք 30 վայրկյանն էլ հայերենով խոսալ։ Թե 15 վայրկյան տա։ 15 վայրկյան հայերեն եք խոսում, հետո։ Ես եկել եմ խաղամ, ազատ խաղամ, թե հիմա Հայերենի քննության եք եկել։ Հաստատ պետք չէ, я опозорюсь, не надо. Свободно говорить. Это юмор. Ну хорошо, хорошо. Ես այդ բանը մեջ գակի։ Ես ձեզ նորից 23 վայրկյան տալիս։ Ես բան չունեմ ասելու, я пока наблюдаю, что я буду бросаться серьезно. Շնորհակալություն Լիլիթ։ 23 հետո դե։ Ինձ համար կասկածել են բոլորը, որտեղ ես կարմիր եմ։ Յախք։ Բայց ինձ դուր չեկավ Անդրանիկը, որովհետև Անդրանիկը այս անգամ փորձեց նույն մանյովրը անել ինչ անցած անգամ, բայց անցած անգամ Անդրանիկը կարմիր էր՝ ի տարբերություն այս անգամի։ Ես կասկածում եմ Անդրանիկին, ցավոք չկա տեխնացիոն դնելու հնարավորություն, թե չկդնեի հաստատ։ Ինձ համար մի քիչ տարօրինակ էր Թամարը։ Շնորհակալություն։ Ինձ թվում է հաջորդ Թամար ասելուց Սուրեն զգուշեք, որտեղ հաջորդ Թամար ասելուց Թամի դիմացի բանը կարող է հայտնվել ձեզ մոտ։ Բայց իրական կյանքում։ Ազատ քննարկում ունեք 30 վայրկյան, Թամ ասա ինչ ես մտածում Սուրենի Սևա հաստատ ինքը լրիվ փոխվել է, լարված է։ Անդրանիկը շատ լարված չէ, նա պլիժոն է։ Ինքը կրկնեց ուրիշների ասածը, շատ կարևոր է, արդյոք մարդու ինչ որ նոր բան ասում բերի թե Անդրանիկ օրինակ ուզում եմ ես ասեի այն փաստը, որ ինձ համար Լիլիթը բան չի խոսում։ Դե ասում կարմիր խաղացում նույնն է։ Էդի հասկացան այս բանը։ Давайте подождите. Թամի չափ հասկացում։ Սիփանն էր մի քիչ տարօրինակ։ Թամարը ջան, Տիգրան դու Ժեկի աշխատողն է, պրոֆեսոր դուք իրանի շփեք, բայ, կամա շփեք, մեկը կամացեք։ Ով որ Ժեկի աշխատողն է, թող այսօր ստուգի Անդրանիկի։ Ժեկի աշխատող։ Ստուգեն, բայց ասում ստուգեք ավելի։ Կարմիր խաղացող։ Սուրեն իրոք ձեզ մոտ ոստիկաններն են ձեր ջրաչափի թվերը արձանով, ո՞ր Ժեկի աշխատող։ Մի խոսքով ես կասկածում եմ Անդրանիկին, Զգուշացեք, դռները բացվում են։ Տիգրանն ու Անդրանիկը փոքրիկ ակումբ են բացել բացի մեր անոնիմ ալկոհոլիկների ակումբից, իրար է դա կամած ինչ որ բաներ են քննարկում, գնում են ներս։ Մնացածը ինչ խոսում են իրանց այդ այլ քիչ։ Բարձրացինք, որ Սիփանը ավելի քիչ հետևորդում է, քան Անդրանիկը, դրա համար հարց է ով է այսօրվա մեր հետևորդը։ Բայց Սիփանը հաստատ հետևորդ է, տեսել եմ զանգակունի դրած։ Այս միկրոգում էլ Սիփանը դուրս չեկավ, էլ Թամը դուրս չեկավ, էլ Լիլիթը դուրս չեկավ, էլ մտածում եմ Սուրենը հատուկ անում, թե հատուկ չեմ։ 8-ից 4-ին ասեցի։ Որոնք ասեմ մի քիչ Սուրենն էլ է կասկածելի։ Իր թվում է մաֆիան։ Անդրանիկն է։ Այլին ինձ են կասկածում, ասում ես կարմիր խաղացողը կասկածում են, դες ճիշտն եմ ասում, նա ինչ անում, կարմիրը ասում կարմիրը։ Ես խոփել չեմ կարում։ Ես բռնվելու եմ, խայտար։ Լավ չէ, խայտար չեմ խաղալ, եկեք խաղալ, բայց դե։ Этот разի опять մտածում եմ, որ Թամն է, նենց չէ, լի Թամի հետևից ընկել եմ абсолютно нет։ Մինչև հասնի մեր վախտը, եկել է վախտը։ Փորձում ենք մեր վախտը։ Տիկնապա, սիրելի տիկնապա։ Արի ասա ում կյանքն ես դու ուզում երաշխավորել եւս մեկ շրջան։ Տիկնապա։ Ում ես եւս մեկ շրջան ուզում տեսնել այս խաղում հաստատ։ Շնորհակալություն, սիրելի տիկնապա, շնորհակալություն։ Վերադարձեք ձեր գրիմանոց, սիրելի տիկնապա։ Վայ, ես եկա։ Տիկնապա կայացրեց իր որոշումը եւ փրկեց իրեն։ Էգոիստ տիկնապա։ Թաղային, ձեզ համար փոքրիկ ինֆորմացիա ունեմ, եկեք։ Ասեք, ինչ գույն եք ուզում իմանալ այս գիշեր Թաղային։ Ում գույն եք ուզում իմանալ։ Մատով ցույց տվեք։ Ես կգուշակեմ ում մասն է խոսքը։
ապրիտաղայինը մի անգամից ծև ստուգեց։ Հեսա բայց տեստեք, իրա կյանքի երկար չի տևում ենթականում, հեսա տեսնենք ինչ են անում։ Սևեր! Սևեր! Համեցեք Սևեր։ Եկեք տեսնենք ում ճակատագրի հետ եք խաղալու Սևեր։ Որոշում կայացրեք, մեկով կամ երկուսով, սեղմեք զանգակի կոճակ, սեղմեք գրիմանոցի կոճակը, շնորհակալություն Սևեր։ Վերադարձեք ձեր գրիմանոց, ծածուկ, ապրեք։ Հա։ Արդի գանջան, կտակդ վերցի։ Սիրելի զո, ընդամենը մեկ նախադասությամբ ասեք ինչ մտքեր ունեք կամ միտք, որտեղ մի նախադասությունն է, պարտադիր գրեք թե ում կողմից եւ ում է ուղված կտակը։ Վերևը կտեսնեք գրած է it's in, it's-ը ձեր անունն է, in-ը ում որ ուղված է։ Տակնել մի նախադասություն ընդամենը գրեք, գուցե մի նախադասություն ճակատագրական դեր ունենա այս խաղի ընթացքում։ Շնորհակալություն, շնորհակալություն, դա ձեզ հետ կարող եք վերցնել։ Համեցեք ձեզ ճանապարհին, խնդրեք։ Եկեք։ Հեռախոսը կարող եք թողնել օրինակ հեռախոսը, չէ՞։ Շնորհակալություն։ Չկերանք հեռախոսը։ Սիրելի Անդրանիկ, կտակ ունես։ Ցույց տուր կամերային ու կարդա կամերային մոտ կտակը, խնդրում։ Կամերային։ Լավ խաղեմ մարդում։ Լավ հասկացանք։ Գուշացեք, դռները բացվում են։ Վայ, եկեք։ Տենա ով արեց։ Էս ինչ եկա։ Այո։ Տիգրան ջան։ Հելի տես ովքեր են եկել։ Բայց Տիգրանը արդեն էլ մեզ հետ չի։ Հիշեցնեմ, որ Տիգրանը ինչ-որ մեկի, դրա մասին կարող եք խոսել, բայց կարող եք խաբեղել։ Տիգրան Սակավակյաց, այսպես ասած, էլի։ Շարունակում ենք առանց Տիգրանի։ Այս շրջան արդեն կարող եք դնել տեխնացություններ, արդեն կարող եք քվեարկել իրար դեմ, հանել մարդ, ինչպես որ անցած շրջանում։ Տեխնացիաներ շատ դրեք, թե չէ բան կանում, կբզեմ կդնեք տեխնացիաներ։ Անդրանիկ, 30 վայրկյան ունեք, խնդրեմ։ Չգիտեմ, զարմանալու է առաջինը որ հանեցին իրան։ Հիմա եթե տեխնացիոն չդնեմ, sense tennis մեկին վրա տեխնացիոն դնելու։ Դի պարզա։ Դի տեխնացիոն։ Չեմ հասկացում ոչ մեկ։ Դի տոկենա կապ չգիտեմ։ Մի քիչ թամինա, բայց չէ, իմաստ չկա, անիմաստ չեմ ուզում կարմիր խաղացող դուրս գա։ Եթե ես կարմիր խաղացում, բնականաբար ինձ պետք է խաղացող։ Չէ, եթե բարին մի կպեք, եթե այդ արմուր չեմ ասում։ Եթե այ ժամանակ։ Հա։ Իմաստ չկա կարմիր խաղացող կորցնելու, քանի որ Շնորհակալություն Անդրանիկ, շնորհակալություն Սևերին, որ ինձ աթոռ ազատեցի։ Վերջապես կնստեմ այս։ Դու խոսա այս ընթացքում 30 Ես դնում եմ թամի տեխնացիոնը 99%-ով վստահ եմ, որ թամը սև է։ Տիգրանի խաղից հանելը իմ համար շատ տարօրինակ էր, այն մարդը անցածում է նորմալ չխաղաց, այս մեկում էլ հանեցին ու էլի չեմ հասկանում ինչի համար։ Դեռ բոլորին կասկածում եմ, բայց Սուվենի չեմ կասկածում, չգիտես ինչի, չգիտեմ։ Վստահություն է շնչում այդ շրջանցուրը։ Հա, ցավոք։ Չեմ ուզում հանեմ, բայց տենց էի տրամադրված, ուզում էի հայրան հանենք։ Շնորհակալություն։ Սիփան, ես չգիտեմ Անդրանիկը հələ որ մնում է առաջի տեղով այսպես ոնց ասեմ անվստահելի։ Սուրենը եկա, եթե ինչ-որ բան էս ընթացքում չի օգտագործել այն խաղից հետո, ուրեմն ինքը կարմիր է, որտեվ շատ էսպես բաներ, միմիկաներն էս գործել։ Ես այս բանը չեմ կարող դեռ թամի մասին էլ կլսեմ, բայց այսինքն այս բանը Անդրանիկին դրված չի։ Չէ, միայն թամի տեխնացիա կա այս բանը։ Ընդունենք Անդրանիկին, մի բան արեք։ Կոլեկտիվ որոշում է։ Ինձ Անդրանիկի տեխնացիությունը շուխուրի վաղ կա, ես մի հատ շուխուրի վաղ։ Շուխուր չի, ազատ քննարկում։ Աղմուկի ժամանակ ես կարող եմ, չէ՞ դնել։ Ազատ քննարկում։ Ասատանկում։ Կարող ես։ Հա, ես կլսեմ, միանգամից երեխան նոր բերել են բան, հերոստատեսություն։ Սիրել Թամարա,
Okay, այն անգամ ես ուզում էի ասեի, որ ինքը 180 աստիճան ուրիշ ձևա խաղում է տարօրինակադեռ պետք է հասկանանք ինչքանով է ճիշտ, դա ոչ թե խաղալու տարբերակա։ Իմ համար ուզում էի ասել, որ կասկածելիա Տիգրանը եւ Անդրանիկը, բայց Տիգրանը որ գնաց, բարձ ինքը դարձավ կարմիր խաղացող։ Իմ համար ուզում եմ հիմնավորել ընդհանրապես թե ինչի համար են ինձ սև կասկածում, որովհետև էլի ես բան չի հասցնում։ Շնորհակալություն, Թամ։ Դուք ձեր փոքրիկ լիմանոցում գիշերը մաթեմատիկա եք պարապում։ Արդեն 180-ը ճիշտ ասեցիք, էլ դե համար եմ ասում։ Ֆուչուր մաթեմատիկա, նայ Ես մաթեմատիկա ինտեգրացիա չեք գաղդել, ինչ ուզում խոսում եմ։ Дорогая Лилит. Да, слушаю. 30 seconds. Շնորհակալություն։ Stop. Պաուզան Ստանիսլավսկու պաուզ։ Честно, նոր սկսեցի էմայներ կասկածել։ Բայց իմացա նոր նկատեցիք էմայն։ Չէ, վաղուց եմ նկատել։ Невозможно такую прекрасную женщину не заметить. Ասма Լևոնը շատ լավ աղուրտավար է։ Տեխնացիոն, Լիլիթ։ Потихоньку перехожу сюда. Это беспарнացեք, տեխնացիոնն է, տեխնացիոն։ Подождите. Ճաուա ձեր 30 վարկյան։ Ես վերջում եմ։ Վերջում, հասկացա։ Սուրեն 30 վարկյան։ Ինձ համար շատ տարօրինակ է Լիլիթը։ Այո։ Շատ չափից դուրս, որտեվ անցած անգամ կարմիր էր, տենց չէր։ Շատ, ինձ համար մի քիչ տարօրինակ թվաց Էման։ Էման որոշել է հետս խաղա ջոգելա որ ես կարմիր եմ կամ դու սև ես հետս խաղում ես։ Դե երկար խոսել ոնց սեղանին մի խփ։ Բայց ամեն դեպքում Անդրանիկը աշկից վաղուց ալաբուլա է։ Տեխնացիոն։ Դրել է Անդրանիկի տեխնացիոն։ Չես դրել։ Դնում եմ Անդրանիկի տեխնացիոնը։ Բայց ուզում եմ ով է թաղապետը մի հատ անպայման ստուգեք Էմային։ Շնորհակալություն, այլ տա։ Որս հանգիստ խաղամ հետո։ Հասկացա։ Բայ։ Դա ստուգե։ Այլ տա։ Դրված տեխնացություններից կողմ եմ քվեարկելու Թամին, որովհետև այո, դա ասում եմ, դրված ես ձայնս տալու եմ Թամին, սա միանշանակ է, շատ տարօրինակ է թվում Լիլիթը, բայց Սիփան էս կրուկ շատ իմ համար տարօրինակ խոսած մի բանով։ Նայ, ընդհանրապես մի հոգի է խոսացել, երկու հոգի է խոսացել, համարյա բան չի ասել, ասում ես դրված է Անդրանիկի տեխնացությունը, շատ տարօրինակ է, ուշադիր խաղացող ես, ֆիքսվում են բաների վրա, որը որ այսինքն դրած է։ Շնորհակալություն սիրելի Ալիտա։ Շնորհակալություն։ Ինչ։ Ազատ քննարկում 30 վայրկյան, տեխնացիոն դրեք, Ամենակաչի շփում։ Ֆիքսենք, ուրեմն այստեղ երկու կողմ կա, իրանք իրար դեմ են խաղում։ Ես անիմաստ կարմիր եք խաղում։ Եկեք բարձր ասա որ Սև, հաջորդ սևը էս կողմնա։ Ոչ, Թամին է չփսել։ վստահ ասա։ Ասա սևը դու ես։ Ես Թամին հետ համաձայն եմ, ինքը հաստատ սև է այս անգամ կներես։ Սուր դու հավատում ես, որ ես հավատում եմ, որ Թամին սև է, բայց չգիտեմ։ Անդրանիկ մոտ Թամինը պետք է հաստատ ինքը սև է։ Թամին է, ուրեմն Ես Անդրանիկի վրա կասկածել Այսօր հունիսի 5-ը չի որ ուրախ ես որ քեզ եք քվեարկելու։ Տեխնացիոն դիքա անեն։ Հիմա հանեք։ Տեխնացիոն Անդրանիկի հետ, այսինքն կամ ինքը կամ դու։ Թամին հանենք, Անդրանիկի պետք չի։ Ես Անդրանիկի վրա вообще չեմ կասկածում։ Ասում եմ ստուգ, բայց անիմաստա կարմիրը անկապ ստուգելու է։ Հացր ես ասում, չէ՞։ Ինձ ես ասում, դա դուք եք։ Դες չի որ քո կասկածները ճիշտ է, ես աղջիկը դες չի որ Անդրանիկից բացի իմ համար տարօրինակ է Լիլիթը։ Դու դիզ բալի։ Շնորհակալություն։ Ազատ քննարկումն ավարտվեց։ Անցնում ենք քվեարկության փուլ։ Այս անգամ արդեն Թամի եւ Անդրանիկի միջև այլևս չկա Տիգրանը, որ մի ամի դնեք տեխնացիոն, դուք մնաք Տիգրանը գնա։ Տիգրանը արդեն գնացել է։ Նախորդ գիտեր գնացել է։ Քվեարկում ենք արագ, հստակ, մինչև սպայսիվը բառը։ Հենց ասած սպայսիվը մինչև այդ։ Դուք ինձ ռուսերեն սովորեցիք միջադի, շնորհակալություն։ Ինչ ուրախ եմ։ Դուք ու Լեպսը։ Հենց ստացա։ Երկու տեխնացիոն, Թամ եւ Անդրանիկ։ Ով է կողմ, որ խաղը լքի Թամը։ 5 ձայն։ Okay, կարամ վերջի խոսքս ասեմ։ Երկու ձայն կարող եք նախ շնորհակալություն հայտնել Սիփանին, որ ձեզ մենակ չթողնեց, հետո վերջի խոսք ասեմ։
30 վայրկյանն եք վերջի կոդ։ Խնդրում եմ ստուգեք Լիլիթին մեր եւ Այլիտային, որովհետեւ Այլիտայի հետ ես չեմ խաղացել, ես այս աստիճան չեմ պատկերացնում ինքը հիմա ոնց է խաղում կարմիրա թե սևա, բայց իմ համար Լիլիթը կասկածելի է, իսկ Անդրանիկի համար բալիբոմը ես նույն մտքին եմ։ Շնորհակալություն, Թամ ջան։ Եկեք, Տիգրան մեր կողմից Տիկնապա տարվեք ում հետ։ ինձ են հանելու։ Զգուշացեք, դռները բացվում են։ Հետաքրքիր է զարգանում։ Իմիջայլոց թաղայինը առանց ստուգումը բարձրաձայնելու հանեց իր ստուգված սևին։ Տեսնենք մյուս սևը ոնց կպայքարի։ Этот раз более интересная игра, честно скажу. Եթե ընկալենք, որ Թամը լավ խաղացող է, պետքա նամյոկաներ իր հետի սևին, թե ով է թաղայինը։ Անդրանիկը սև է հաստատ, երևի։ Խոսում ես, ասում են սև ես, չես խոսում, ասում են սև ես, այդե ինչ անես։ Դենաս ու կսպանեն։ Սիփանն էլ է իմ համար տարօրինակ, որտեվ մենակ ինքը չէր Թամի դեմ գնում եւ նաեւ Անդրանիկի տեխնացությունը Սիփանն է դրել։ Սիրով ուզում եմ կատարել Անդի։ Արի գնանք լավ կեֆան։ Տիկնապա։ Ստանի սարեր։ Տիկնապա։ Դա թողլող խոսաչանք։ Սիրելի Տիկնապա, ասեք, ցույց տվեք ինձ այն ազնվորությանը, ում կյանքը ուզում եք փրկել այս գիշեր։ Հիշեցնեմ, որ նույն խաղացողին ընդամենը մեկ անգամ խաղի ընթացքում կարող եք փրկել։ Մատով ցույց տվեք։ Մի հատ վագոնա։ Շնորհակալություն, սիրելի Տիկնապա։ Տիկնապա կայացրեց իր որոշումը։ Շատ սխալ որոշում է կայացրել Տիկնապա։ Թաղային։ Արի թաղային։ Արի ես ծառի տակ պահկված սպասում եմ քեզ, որ շշնջամ դեպի քո կողմը ինֆորմացիա։ Շնորհակալություն թաղայինն է ստացավ իր ինֆորմացիան։ Թաղայինը գնաց Տիկնապա, գնաց, նայում ենք, մեզ մարդ չի նայում, մարդ չի տեսնում, սև էր կամ սև, եկեք, ժամն է եկել, որպեսզի ևս մեկ խաղացող լքի այս խաղը։ Արեք ձեր սև գործը, կատարեք ձեր առաքելությունը սիրելի սև կամ սևեր, մի փոքր արագ, խնդրում եմ։ Ում եք ուզում վերացնել այս գիշեր, ով է ձեզ խանգարում այս խաղում, Շնորհակալություն։ Я так знала, Эмма, ребят. Էտա, վերցրա կտակտարի։ Կխնդրեմ մեր զոհին նստեք, ընդամենը մեկ նախադասությամբ գրեք թե ինչ եք ուզում փոխանցել ձեր ժառանգորդին։ Վերևը անպայման նշեք թե ում կողմից է կտակը, խնդրում եմ գրեք ձեր անունը եւ գրեք այն մարդու անունը, ում ուզում եք փոխանցել այդ կտակը։ Վաուչեր եք ստորագրում։ Համեցեք, խնդրեմ։ Չմոռանաք ձեր թանկարժեք այդ պահիկ ընդեղ կվերցնեն, շնորհակալություն, համեցեք, կվերցնեն, ուր եք տանում։ Մենք չենք թողի դուք մեր մոտից գրիչ տանեք, ախր բայց ինչի հաշվի մեր 1-2 պիտի դառնա, եթե գրիչները տանք ձեզ։ Այ մարդու սպանում են ինքը կտակը գա։ Օրինակ եթե մարդ մտածում է մի բան գտնում է, եթե չմտածի չի գտնի։ Սենց կարևոր խոսք է, էլի։ Հələ չի գրվել պատմություն։ Քեզ կտակ են գրել, ես կտակը ցույց ես տալի կամերային, հազար կարդում ես իրեն։ Հասցեատիրոջը հասավ կտակը։ Лилит Сипанин. Эмма и Аэлита их подозреваю, если я могу произносить это правда, это слово. Доверяю. Այնց վստահում եմ։ Եթե կարդացիք, վերջացրիք, արդեն պատրաստ եք, տեսնենք ինչ քննարկում տեղի կունենա։ Զգուշացեք, դռները բացվում են։ Բայ։ Նստեք։
Այստեղ կանգնում եմ ուզում եմ ասեմ, ախ как хочется вернуться, ախ как хочется ворваться в городок։ Լիլիթ այլևս մեզ հետ չէ։ Ինչ արած։ Անդրանիկ ջան, դուք խոսել եք անցած շրջան։ Այո, դուք խոսել եք, Էմայից են խոսում։ Սիրելի Էմա, 30 վայրկյան ունեք, պատմեք ինչ եք մտածում։ Սևերի լոգիկան եմ ուզում հասկանամ։ Լիլիթին կարմիրներով կասկածում են, բռնում գիշերը Լիլիթին են հանում։ Խի, թողեք, եթե լավ խաղացող եք, թողեք, մենք ցերեկը իրան կհանենք, որտեղ արդեն կասկած կար Լիլիթի վրա։ Հիմա Լիլիթը բնականաբար կարմիրա գնացել, թամը վստահ եմ էլի։ Տեխնացություններ։ Դե ո՞վ վրա դնեմ, ասած անկման ժամանակ կասեմ։ Ուզատանկման ժամանակ։ Այո, դե բան չեմ կարող ասեմ։ Հիմա էլիտային եմ կասկածում ու Սիփանին։ Ում վրա կասկածում եք իրավունք պետք է Դեռ չէ, թող խոսեն հետո։ Թող խոսեն նա։ Սիփան 30 վայրկյան։ Ես բացում եմ խաղաքարտերը, ինքը ինձ թվում է շերիֆա գնացել, որտեղ ես ծրայիր եմ ստացել ու կարող եմ հենց հիմիկվանից դա հավատալով, որ եթե ծրայրուկին։ Հա, եթե ինքը այտենց սև խաղացող չէր բան լինել, իրան խփեր, որ ինձ ծրար տար։ Դաշև ես մի քիչ ռուսերենից կան, որ շատ ուժեղ չի, գրած էր բան Լիլիթից Սիփանին, այսպես։ Ես խոսեմ, որտեղ արդեն པարզ է, հիմա մարդը երկու գիշեր հնարավորություն ունի։ Ընդունեք այլիտայի տեխնացիոնը, ես քեզ հավատում եմ, որովհետև ես երկու քեզ Ընդունեք այլիտայի հասկացել եք մի անգամից։ Սիրելի Սուրեն, ես եմ։ Ինձ համար շատ տարօրինակ է Էման։ Ինձ համար, հա, գիտես դու ես տարօրինակ։ Նա հիմա բացատրեմ։ Երբ որ դուրս եկար նստեցիր, սկսեցիր Ой, լուսաշկել sense բան։ Ես Playboy չեմ նկատի միջալով։ Լավն է, չէ։ Ու տենց, չգիտեմ, ասում եմ տարօրինակ է, տեխնացիոն ես դրա։ Այո, տեխնացիոն։ Դու եք տեխնացիոն։ Մի րոպե մի խանգարի։ Դու всё-таки աշկի սալաբուլա ես երում։ Եթե հիմա չխոսացիր, ազատի ժամանակ, ազատեն ժամանակ քեզ եմ դնելու։ Ազատովա։ Ազատեն ժամանակ։ Խոսա, այ բալա, խոսա, հասկանաք ինչ է, սև ես, կարմիր։ Կալություն։ Իակամ սուրը շատ բարի է։ Հա։ Այլիտը 30 վայրկյան։ Ընդունեք Սիփանի տեխնացիությունը, ես թաղա Սիփանի։ Սիփանի Ես թաղային եմ, քեզ չեմ ստուգել, առաջի գիշերը գնացել է, մենք հանել ենք սև ստուգված թամին։ Դու իմ համար կարմիր ես, որտեվ առաջի տեխնացիությունը դրել ես դու տարօրինակ ես, որտեվ այդ ոնց որ անցյալ կրուգ էի ասում կար Անդրանիկի տեխնացիությունը համենակ թամիններ ընդունեք շատ դուրս չէր եկել հələ անցյալ կրուգից ստուգել եմ Լիլիթին մեկ էլ երկրորդը վրացին կարմիրա ինքը բացվեց հենց նոր ասեց ստացել Անդրանիկ ցույց տուր քո հետևորդի ծանր ձեռքը 30 վայրկյան Հիմա խոսում եմ ասում եք սև է չես խոսում ասում եք սև է Խոսա Հիմա Չգիտեմ, տեսեք հավատում եմ Սիփանին, քեզ չեմ հավատում, մտածում եմ դու ես սև խաղացող, Էման մի քիչ տեխնացիոնը պաշտպանում եք այլիտա, ճիշտ հասկացա։ Չէ, տեխնացիոնով այլիտային պաշտպանում եք այլիտայի տեխնացիոնը։ Չէ, հա, այլիտայի։ Էլում Սիփանին հավատալով զուտ է տարնում, վեր դրա հետ մի քիչ մտածում եմ ճիշտ է ասում։ Շնորհակալություն։ Այլիտա Սիփան պատրաստ եք։ Ազատ քննարկում։ Ես հասկանում եմ, ոնց ես եմ հասկանում։ Մի վարքան թող քննավորի, Լիլիթի նամակը չասեց մեջին։ Պատրաստի վայ, որտեղ գրած է Սիփան։ Դիպան շերջանա։ Արա, ասա։ Գրած է որ բան առաջի մեծ մարդուն աստուգե, երկրորդը քեզ աստուգե, ես մարդը ստուգելա, գրելա ստուգած, գրած ստուգած սուտած։ Չէ, սուտի չէ, սպասի։ Այս մարդուն էի կասկածում, բայց հիմա իրանա պետք անել, ինքը մյուս անգամ պալիբոմը հանելու է։ Պալիբոմը ինքը հանելու է։ Հենց գրած է Լիլիթը չի կարող Լիլիթը Ձեզ երկուսից ստուգված ասրակ բանը կարմիր է սուրոն կարմիր է դու մյուսովա Ես շատ իմանամ գրել այս մարդը կարմիր է դու Ո՞վ է ստուգել երկու գիշեր է երկուսիդ Նորակալություն Ես աշկի սալաբուլա երևում Նորակալություն Հələ մի հատ կիը Բացվեն որ ինքը Այդ տրասային տաղավարն հանգստացեք Որտե՞ղ Դուք էլ հանգստացեք սիրելի Հիշեցնեմ որ ունենք երկու տեխնացիոն Այլիտա եւ Սիփան Հիշում եք Այլիտա եւ Սիփան Քննարկումն ավարտվեց Քվեարկության գնով այլևս քննարկել է չեցա Քննարկումն ավարտվեց եմա Բարի լինեիք խոսեիք ազատ քննարկման ժամանակ Այլիտա կամ Սիփան Ով է կողմ որ խաղը լքի Այլիտա Շնորհակալություն 1 անփառունակ ձայն Սիփան ջան 4 ձայնով լքում է սեղանը 30 վայրկյան հանգիստով ծրարը խնդրում եմ ու ինչ է զան 30 վայրկյան մաքսակա Այսինքն մի սև է մնացել Այլիտան է դա Եթե ես գնացի, այսինքն եթե խաղը չեն հաղթա, այսինքն մի սևը գնացել է, ես էլ գնում ու վсё, այլիտան հանում եք խաղը վերջանում։ Դիտերը
Շնորհակալություն, ճանապարհենք։ Ճանապարհենք Սիփանի, ճանապարհենք։ Լավ, SMS-ներով հետ ենք վերում Սիփանին, արի։ Գալաս Թամարայի տեղն էլ նստես, հենց արի, նստի։ Եկել, բացի քարտը։ Ում, Թամարայի։ Դվերն էի։ Կարմիր։ Այ։ Հաղթեցին կարմիրները, բրավո կարմիր թիմին, բրավո։ Չէ, բրավո, Այլիցա։ Ձեզ ինչ եղա։ Ինչից մտածում կարմրեցի իրավ։ Էլ գնաֆարնվի մարտա։ Որ կարմր է, աշկերը լցրել։ Բան չասեց։ Էլ է, գնացի, Միջիրոք ծրար եմ տվել։ Եկեք։ Միջիրոք տվել է, գրասեք։ Սիփան արի դուրս։ Սիփան հետո խոսած արի։ Կասկածում էր մեծ ծրար։ Եկեք, Կարենտաջանը խալացեց։ Ապրեք։ Ինքը թաղային է։ Օ, բրավո։ Էմա ջան։ Բայց իսկ կտակ Ես Հա, չէ որ դու Խաղայրը դու է։ Հա, ես եմ։ Բայց իսկ կտակ վերել Բա, այսքան սուտ էի խոսում։ Անդրանիկը մտքում էր խոսում որ շաղ ընթացքում։ Հաղթեցին կարմիր խաղացողները։ Եվս մեկ անգամ այսօր երկու դեպքում էլ հաղթեցին կարմիր խաղացողները անոնիմ ալկոհոլիկների ակումբում կարմիրները այո մեծամասնություն են կազմում եւ հաղթում են բոլոր դեպքերում փոխարենը տուժեցին մեր սևերը տուժեց Սիփանը մի քիչ տխրել էր նկատի Թամը տուժեց անցած խաղում տուժեցին Սուրենը տուժեց Տիգրանը բայց դե ինչ արած կարևորը մեր աղջիկների մեծամասնությունը ուրախացավ որտեղ հաղթել են Մոնք երեքին անպայման չմոռանաք բաժանորդագրվել, սեղմ եք զանգակի կոճակը, բաց մի թողեք Մաֆիադոր երկրորդ եթերաշրջանի ոչ մի հաղորդում առաջի եթերաշրջանն է կարող եք նայել ու վերհիշել։ Կարմիր խնձորն է կարող եք նայել, ունդեղ էլի լիքը պրոյեկտներ կան, որ պետք է նայել, ոչ թե կարելի է։ Ես Լևոնն եմ Խաչատրյան, այսօր այսքանը, ձեզ սպասում ենք մեր մյուս խաղերի ժամանակ, հուսով ենք ձեզ ամեն ինչ դուր է գալիս, որտեղ ստեղ ատմոսֆերան գժական է, ատմոսֆերա, հետ ինչ բան, գնամ դրա հայրենը սովորեմ, գնացի։